Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքական գործիչ Ցեղակրոն կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Հարությունյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, շատ ուրախ եմ ձեզ հետ զրուցելու Նոյան Տապանում։ Ես էլ շնորհակալ եմ։ Առաջին համաշխարհայինից առաջ ստեղծված իրավիճակի հետ են համեմատում այն, ինչին այսօր բոլորս ականատես ենք։ Խոսում են նոր անտանտի ձևավորման մասին։ Այս ամեն ինչը վերաբերում է նրան, թե ինչպիսի նոր հարաբերություններ են ստեղծվում Արևմուտքում Եվրոմիության, եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների հետ։ Խոսում են անգամ միջազգային կարգի քայքայման մասին։ Ձեր գնահատմամբ դուք ինչպես կգնահատեք այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Նախ միջև իմ դիրքորոշումը ասել եմ, մի հատ ուզեմ կարծիքս ասեմ, ես որ նայում եմ քաղաքական դաշտում, որ խոսում են մեկնաբանություններ են անում, զարմանում եմ, էլի ոնց որ կիլոմետրով քաղաքականությունից հեռու մարդիկ են, ընդ դաժե քաղաքագետի դիպլոմով մարդիկ կան, որ իրանց բառապաշարով ասեմ դուրս բրծուկ կարելի է իրանց ասել, քաղաքական դաշտի դուրս բրծուկներ են, որոնք ունեն քաղաքագետի դիպլոմ, չգիտեմ, քաղաքագիտության դոկտոր կամ տեխնացու բան, դրանց բոլորի այդ ձգտեցի բոլորինը չեմ կարող ասեմ նայել եմ, բայց շատերինը նայեցի, ոչ մի ձևի լուրջ, ասենք մեկնաբանություն չտեսա, իսկ իմ կարծիքը, որ ես այդ Տրամպի քաղաքականության մասին չէ, հիմա ինչ որ դուք ասցիք, ըստ էության Ուկրաինայի հետ կապված այդ միջազգային հարաբերությունները, ես որոշ չափով ոչ թե անտանտի հետ ես կտանեմ զուգահեռ կամ մինչև առաջի համաշխարհային, այլ ճիշտ հակառակը կտանեմ առաջի համաշխարհային պատերազմից հետո իրավիճակին կարամ նմանացնեմ։ Հիմա տեսեք, ասենք ու ինչ որ հիմա ես ասում եմ, ես նաև տեսա, որ օրինակ այն Շվեյցը կա, որ կագեբեշնիկ ա եղել, չէ՞, սաղուր է խոսում մեկնաբանում, ասենք նա էլ անկապ մեկնաբանություններ տվեց։ Դրանց ամենամոտիկը այն Դմիտրի Գորդոնը կա Ուկրաինայից, նա մի քիչ նման խոսած, բայց էլի այն ձև չէր, ինչ որ ես կասեմ, ես դե չեմ կարա ինձ թույլ տամ լրիվ այդ քաղաքականությունը հիմա ասեմ, կփորձեմ, որտեղ դա բազմաշերտ քաղաքականություն է հիմա ընթանում, քանի որ այո, աշխարհակարգը փլուզված, ես փորձեմ մի քիչ Տրամպի անձի հետ պայմանավորեմ, խորքային մոմենտները այդքան չեմ ասի, բայց ամեն դեպքում կմեկնաբանեմ ինչա տեղի ունեցել։ Նախ որպեսի այսօրվա Տրամպի քաղաքականությունը, ասենք շատերը օրինակ ասում են Պուտինի ագենտն է KGB-ի, չգիտեմ, բայց ցիծաղելի բան էր, որտեվ Ամերիկան այնձևի երկիր է, որ եթե նույնիսկ ես ոչ թե բացառում եմ, որ կարա ագենտ լինի, դա բացառված է, բայց ենթադրենք, եթե նույնիսկ ղեկավարը լինի KGB ագենտ, միևնույն է Ամերիկայի համակարգը դրան ծառայեցնելու է իր պետության ազգային շահերը սպասարկելու համար։ Ամերիկայի պետության մեջ չէ, բայց այլ երկրներում շատ են եղել, որ KGB ագենտ են եղել, բայց Ամերիկայի շահերն են սպասարկել կամ դաշնակցել, օրինակ Վալենսան ինքը, հետո Խոստովանես Լեխ Վալենսան, որը հակասովետ էր եղել, հետո Խոստովանես, որ պատվիսկ էր տվել բանի հետ Վասլավ Յարուզելսկու հետ մարշալի հետ համաձայնությամբ վերցել էր իշխանությունը, բայց ինքը լրիվ արևմտյան քաղաքականություն վարեց, ինքը Ամերիկայի համակարգը նենց է, որ իր համար ու դաժե ծիծաղելի է քննարկել, որ ընդ է կարա մի հատ KGB ագենտ էլի կամ որևէ KGB ագենտ կարողանա Ամերիկայի շահերին դեմ է, հենց հենց։ Նրանք սկի Քենեդու պես մարդուն տվին, սպանին ու մինչև այսօր ոչ մի բան, հետևանք չկա դրա հետ կապված։ Սա նախաբանի պես ասեմ, էլի, ու հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Խնդիրը նախ եթե պարբերաբար առիթ ունեցել եմ ասել, որ եթե Ամերիկան չուզեր, այդ պատերազմը չէր լինի։ Ինչի համար էր Ամերիկային պետք տես պատերազմ։ Ուրեմն այն ինչ որ տարիներ առաջ առիթներ ունեցել եմ ասելու, նույնը հետո Լավրովը ասեց, որ Արևմուտքը ձգտում է Ռուսաստանի պետության շուրջը կրակի օղակ սարքի, շղթա, որով ասում է ոչ թե չեզոք բուֆեր դառնա, այլ թշնամական բուֆեր Ռուսաստանի շրջակայքը։ Ու դրա ապացույցն է եւ Վրաստանի հետ պատերազմը եւ Մոլդովայի հետ այդ հարաբերությունները եւ Ուկրաինայի հետ պատերազմը, այսինքն ստրատեգիական առումով Ամերիկային դա պետք էր։
Ես նաև մտածում էի, որ առնվազն պետքա մի 3.5 տարի էս կռիվը էդ, հա, ինչի համար էի հաշվել 3.5 տարի, որտեվ երբ որ ես նայեցի երկրորդ համաշխարհային պատերազմում Կիևի ազատագրման պաշտոնական օրը համարվում է 44 թվականի հոկտեմբերի 29-ը։ Դե հաշվեցի 41-ի հունիսի 21-ին 22-ին ասկսել կռիվը, գալիս է 3 տարի 4 ամիս։ Հիմա սա ինչի համար եմ ասում, որ հիմա իրանք Ռուսաստանին պետք է ցույց տային, ասեին, որ դու ոչ այն վաղ ես կարացել Գերմանիայից Կիևը հետ գրավես։ Ոչ էլ հիմա ես կարող անում, որտեվ այսինքն պատմական կտրվածքով են իրանք հարց լուծում, որ երկրորդ համաշխարհային պատերազմը Ռուսասովետը չի կարա համարի, որ ինքն է հաղթողը, ինքը կարա ընդունի այն ինչ որ իրականում կա հաղթողի դաշնակից։ Նես ոնց որ Ֆրանսիան կամ Անգլիան, Ամերիկայի հաղթող ամերիկաները ստեյցան պատերազմի հաղթողը, սրանք որպես դաշնակիցներ էին, բայց Ռուսաստանը միշտ ներկայացնում էր, որ ինքն է գլխավոր հաղթողը Գերմանիայի։ Հիմա դրա համար նաև, այսինքն ոչ միայն այսօրվա խնդիր կա, որ իրանց մի քանի, որտեվ գերտերությունները ստրատեգիական ու տակտիկական մի քանի խնդիրներ միանգամից փորձում են լուծեն եւ պատմական կտրվածքով իրանք հիմա ապացուցեցին, որ Ռուսաստանը մենակ մի հատ Ուկրաինայից չի կարողանում Կիև գրավի։ Իսկ նա ոնց կարա Գերմանիայից գրավեր Կիևը, որը 3 տարի 4 ամիս տևելուց հետո այդ ժամանակ ասենք մի 50 երկիր օգտվում էին Սովետին, որ նա կարողացավ Կիևը գրավի ըստ իր ազատագրի, էլի գերմանացիներից։ Հիմա դա էլ չի կարողանում։ Ես մտածում եմ, որ առնվազն մի 3 տարուկես պետք է կռիվը թողեն, որ ինքը ընդունի, որ ինքը մենակով չի կարա, ոչ էլ վաղտա կարողացել։ Հիմա բացի դա, նաև կար Ռուսաստանի մաշեցման Պակագծերում նշենք, որ այն ժամանակ Սովետ միություն է եղել, մենակ Ռուսաստանը չի եղել։ Բայց Սովետ միության մեջ 9 միլիոն ուկրաինացի ա զոհ տվել։ Ուկրաինացիքն են իրանց հետ կար։ Հիշենք, չմոռանանք։ Հա, դե ես այդ նրբությունները որ ասեմ, Ռուսաստանը ավելի վատ վիճակում կարան ներկայացնեմ, ես ուղղակի 4 փաստ եմ ասում։ Հիմա թե ուկրաինացիքն են կռվել, հայերն են կռվել, բանման, դա թողենք։ Ես ասում եմ փաստը, որ ինքը այդ պատմական առումով էլ դա հերքելու խնդիր են լուծում։ Պլյուս դրան, իրանք նաև Ռուսաստանին մաշեցնելու խնդիր են լուծում։ Եվ տնտեսապես, եւ ռազմականապես, եւ բարոյապես, ոչ են բազմաթիվ ասպեկտներով Ռուսաստանին մաշեցնում են։ Մյուս կողմից նաև իրանք էսի կարելի է դիտել ռազմետկաս բոյեմ, ասենք ուրիշի միջոցով, ասենք Ռուսաստանի ռազմական պոտենցիալն են հաշվում, ոչ միայն ներկայում ինչ ունի, այլև ինչ կարա 10 տարվա կտրվածքով ունենա, այս առումով այս ամեն բաները հաշվի առնելով ինքը այդ ժամանակ էլ Ամերիկան կկանգնացնի։ Հիմա ու նաև կա մի հատ գլխավոր խնդիր, որ բանակցությունների, երբ որ Ռուսաստանին փորձում են բերեն, ըստ էության իրանք դրանով հավասարեցնում են Ռուսաստանին Ուկրաինայի պետությանը հավասար։ Այսինքն, երբ որ Ռուսաստանը համարվում է 5 ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից մեկը, որը վետո իրավունք ունի, այս պատերազմով ըստ էության այդ բոլորը Ռուսաստանը զրկվելու ըստ էության այս ամեն ինչի արդյունքում, երբ որ զինադադար կնքվի։ Հիմա տեսեք, եթե Ներողություն այստեղ էլ մի ճշտում, այսինքն ստացվում է Ռուսաստանը ռազմի դաշտում չլուծեց այդ հարցը, չեկավ խաղաղության, այլ իրեն Զելենսկու հետ միասին, Ուկրաինայի հետ միասին նստեցնում, կլոր սեղանի շուրջ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտին Պուտինը որպես ռեգիոնի նայող բերեց նստեցրեց զինադադարի բանակցության, հիմա դառնում է այդ 5 երկրներից մեկը Ուկրաինային հավասար կարգավիճակով Ամերիկան նրան բերելու է նստեցնի բանակցությունների։ Ու քանի որ դա Ռուսաստանում էլ են գիտակցում, դրա համար որոշակի քայլեր անհրաժեշտ։ Ես դրա համար տարանջատեմ Տրամպի կերպարը, սենց ձևի տարանջատեմ էլի, որտեվ ի վերջո շատ կարող է չեմ էլ ուզենա KGB-ն կարողանալ նորմալ վերլուծություններ անի, հա, դրա համար փորձեմ տարանջատեմ։ Տրամպի կերպարը, որպես ինքը որպես բիզնեսմեն, հա, հաղթող, նվաճող, ոչ եմ իրաուզածին հասնող կերպար է, բայց Ամերիկայի պետության այդ խորքային պետությունը, եթե չուզեր այդ ձևի կերպարի, չէր թողի։ Հիմա
Տրամպը հայտարարել է իր Քարոզ Արշավի փուլի համար, թե ինչի համար, դա թողենք մի կողմ։ Հայտարարել է, որ բերելու է այդ հարցը լուծման։ Ինքը ամեն քայլի գնալու է, որ այդ հարցը լուծի։ Ռուսի օգտին զիջում կանի, Ուկրաինան կապ չունի, ռուսը զիջում կանի, կապ չունի։ Ինքը ամեն քայլով պետք է իր խնդիրը լուծի ու վստահ եմ լուծելու է։ Բայց դե ուրիշ հարց կա։ Ամերիկյան խորքային քաղաքականությանը արդյոք ձեռնտու է Տրամպի ձգտումները, թե չէ։ Ես միանշանակ պնդում եմ, որ ձեռնտու է։ Հիմա տեսեք, շատերը Եվրոպաբան չէ դժգոհում են, ասում են Տրամպը չի մեղադրում Ռուսաստանին որպես պատերազմի հրձիկ, չէ՞։ Ինքը տենց հայտարարություններ արել, չգիտեմ դուք լսել եք թե չէ։ Ասում են Ռուսաստանը մեղավոր չի, ավելի շատ տանում է Արևմուտքի Ուկրաինայի վրա, դու մեղադրում են։ Ես ինչի եմ ասում հետ առաջի համաշխարհային հետ պատերազմյան տարիները, ուրեմն գոյություն ունի Վերսալ Վաշինգտոնյան սիստեմ, խաղաղության, հաշտության սիստեմ գոյություն ունի, որը բաղկացած է Վերսալի պայմանագրից, առաջի համաշխարհայինից հետո առաջացած, որին Ամերիկան չմասնակցեց։ Ու Վաշինգտոնում նորից շարունակեցին, ուրեմն Վերսալում կնքեցին պայմանագիրը 19 թվին, իսկ բանում սկսվեց բանակցությունները Վաշինգտոնում 21 թվից մինչև 22 թիվը, 21-ի վերջերից նոյեմբերից էր երբ էր սկսեց մինչև 22-ի փետրվար, ու դա պատմության մեջ հայտնի է որպես Վերսալ Վաշինգտոնյան սիստեմ։ Հիմա տեսեք, նախ հետարքիր մի հատ փաստ ասեմ, Ամերիկան իր սաղ պատմության ընթացքում ընդամենը մի 10 երկրի է պատերազմ հայտարարել, 10 թե 11, ես վերջերս նայեցի, լավ չեմ հիշում։ Ուրեմն տեսեք, առաջի համաշխարհայինում Ամերիկան երբ մտավ պատերազմի մեջ 14 թվի ապրիլ ամիսն էր, ոնց որ պաշտոնապես որ պատերազմ հայտարարեց, 17 թվի, հա, 3 տարի կռիվը գնում էր Անտանտի երկրների ու ասենք գերմանական բլոկի մեջ, ինքը 17 թվի ապրիլին Գերմանիային պատերազմ հայտարարեց, դեկտեմբերին Ավստրիա-Հունգարիային պատերազմ հայտարարեց 17 թվի, որ մի 8-10 ամիս հետո կռիվը պրծավել։ Ու ինքը Հունգարիային պատերազմ հայտարարելու փաստարկը բերեց այն, որ Ավստրիա-Հունգարիան աջակցում է գերմանական բանակին SSS բաներով, ուստի ինքը ստիպված նաև Ավստրիա-Հունգարիային է հայտարարում պատերազմ։ Բայց այդ բլոկում կար նաև Բուլղարիան եւ կար Թուրքիան։ Ինքը ոչ Թուրքիային է պատերազմ հայտարարել, ոչ Բուլղարիային, առաջի համաշխարհային մասն եմ ասում։ Ինչի համար Ամերիկայի այս պոլիտիկան, որ ինքը շատ հաճախ կարողանա արբիտրի կարգավիճակ ունենա, որպես չեզոք։ Դրա համար օրինակ շատերս որ ասում ենք, չէ, Վիլսոնյան իրավարար վճիռ բան, քանի որ ինքը Թուրքիային պատերազմ չէր հայտարարել, պաշտոնապես չէր գտնվում Թուրքիայի պատերազմի մեջ, ուստի Իրան առաջարկվում էր, որ ինքը լինի արբիտր։ Ինքը շատ հարցերում ասեմ, այդ նրբությունները այնքան խելոք է խաղում, նույնիսկ կռվող թշնամիների դեմ, նստում հաշվում է, ինքը Գերմանիան գլխավոր մրցակից էր, ինքը լավ էր հասկանում հիմնական համաշխարհային որպես գեոպոլիտիկ լիդեր, իր համար կարար Գերմանիան լիներ։ Իսկ Ավստրիա-Հունգարիան նա հաշվել էր, որ պատերազմից հետո լուծարվելու է այդ պետությունը, այսինքն ինքը առանձին Հունգարիային երբեք պատերազմ չի հայտարարել, Ավստրիային երբեք պատերազմ չի հայտարարել, դեպի ինքը այդ նրբություններն էլ ես որ կարդում ուսումնասիրում եմ, տենում եմ, որ ինքը շագրգռված չի ժողովուրդների դեմ պատերազմ հայտարարողի իմիջ ունենա։ Դրա համար էլ այդ 250 տարվա մեջ 11 պատերազմական հայտարարություն ունի արած, ու որպես կանոն հիմնականում Իրան են հայտարարել, հետո է ինքը հայտարարել։ Հիմա տեսեք, ինքը այդ չեզոքությունը երբ որ Թուրքիայի հանդեպ ուներ, ուստի Թուրքիան համաձայն էր հայ-թուրքական հարցի արբիտր ճանաչի Ամերիկային։ Հիմա Տրամպը ինչ անում։ Տրամպը ես վստահ եմ ինքը չի հասկանում այդ խորությամբ չգիտի, բայց ինքը նա ունի սովետնիկներ, որոնք այդ խորքային պետության մեջ եմ ասում, էլի որ կան, որոնք շատ լավ քաղաքականությունը ոչ միայն գիտեն, այլև իրանք այդ շարունակողն են այդ ոնց որ հիմնադրվել է Ամերիկայի այդ մոտեցումը, ասենք 100 տարի առաջ, 150 տարի առաջ, չէ։ Այդ մոտեցումը կրող մարդիկ կան, որոնք համ տեղակ են, համ շարունակում են այդ քաղաքականությունը, որ իրանք այսօր, ասենք Տրամպին ասում են հել ասա, որ Ռուսաստանը մեղավոր չի։ Հա, նաև ասեմ, օրինակ Վերսալում Ամերիկան երբ որ չստորագրեց, ճիշտ է, իր խորքային առումով իրան ձեռնտու չէր, որ այդտեղ առաջի ջութակ, այսինքն լիդեր Բրիտանիան էր հանդես գալի, Ֆրանսիայի հետ միասին, իրան դա ձեռնտու չէր, որ բրիտանական պայմաններով կամ ֆրանս-բրիտանական պայմաններով ինքը գար այդ հաշտության պայմանագիրը Վերսալում ստորագրեր։ Բայց ինքը նաև խելոք խոդ արեց։ Ինքը հիմնավորեց ոչ թե որ դուք լիդեր եք, ես ձեզ չեմ ուզում։
Ինքը ասեց ես գլխավոր մեղավոր Գերմանիային չեմ համարում։ Իսկ Վերսալի պայմանագրով Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իտալիան համար 1 կետը առաջի, որ սկսեցին հաշտության պայմանագիրը, գրեցին, որ առաջի համաշխարհային պատերազմի գլխավոր ու հիմնական մեղավոր եղել է Գերմանիան, որը շատ ասում են անարդարացի է, այտենց համարել է, պատմությունը այտենց է ֆիքսում է, որի հետևանքով էլ ասում են Հիտլեր ծնվեց, որտեղ Գերմանիայի նկատմամբ անարդարացի վարվեցին։ Ամերիկան այդ նույն ժամանակ ասեց այս կետի պատճառով ես Վերսալը չեմ ստորագրի։ Ինքը էլի մի քանի փաստագրեց, բայց գլխավոր իր պրետենզիան այդ անտանտի երկրներն էր, որ ասեց ես չեմ համարում Գերմանիային պատերազմի հրձիկ։ Հետո ինքը դրա համար Վաշինգտոնյան այդ համակարգում Գերմանիայի հետ կնքեց հաշտություն։ Հիմա որ ես նայում եմ, ասենք նրա պահվածքը Բուլղարիայի կամ Թուրքիայի նկատմամբ պատերազմելով այդ բլոկի դեմ ինքը չեզոք է դրանց հետ պահում, ու նայում եմ, երբ որ ինքը Վերսալում հելում ասում է ես Գերմանիային չեմ մեղադրում որպես պատերազմ սկսող հրձիկ, ուստի չեմ ստորագրի, ու Վաշինգտոնում ինքը իր շահեկան պայմաններով իհարկե, բայց այդ կետերը պաշտպանելով ինքը տենց էլ չհամարեց, որ Գերմանիան է մեղավոր։ Հիմա որ ես հիմա ուսումնասիրում եմ, նայում եմ, տեսնում եմ Տրամպը նույն պոլիտիկան է իրականացնում, ինչը որ Վերսալ Վաշինգտոնյան, այսինքն ոչ թե առաջին համաշխարհային պատերազմից առաջ իրավիճակը, այլ առաջին համաշխարհային պատերազմից հետո իրավիճակն է, որ հիմա, որը ես ասենք ցավալիորեն տենում եմ ոչ մի քաղաքական գործիչ, ինչ մեկնաբան ասում եմ, կես ասում են KGB ագենտ է, կես ասում են դավաճանել է, Պուտինին երկրորդ համաշխարհային պատերազմին։ Հա, երկրորդ համաշխարհային պատերազմը մենակ դա չէր։ Ամերիկային էլի միտեղ, Ամերիկային ու Սովետ, դա այլ վերլուծության հարց է։ Հեսա, բայց եթե ուզում եք մի թեթև դրան եք անդրադառնամ։ Հələ ես խոսում եմ փաստի մասին, այն քայլերի, որը այսօր իրականացնում է ըստ էության Տրամպը։ Ինքը, ասեմ, սա չեմ կարծում, որ ինքը գիտի, բայց իր սովետիկները ասում են, որպեսզի դու կարողանաս Ռուսաստանին բերես նստեցնես բանակցությունների սեղանի շուրջ, նախ դու պետքա չեզոք երկիր հանդես գաս, ոնց որ հայ-թուրքական հարաբերություններում ինքը կռվելով այդ թուրքական, գերմանա-թուրքական բլոկի դեմ, ինքը Թուրքիայի հետ ուներ այդ փաստարկը, որ ինքը չեզոք ա եղել Թուրքիայի դեմ, ու Թուրքիան համաձայնվում էր։ Հիմա տեսեք, եթե Ամերիկան առանց Ուկրաինայից հանդեպ էս պահվածքի, այսինքն ինքը հիմա ինչ անում ըստ էության, կարող է արևույթ թվում է ինքը թշնամություն անում Ուկրաինային, բայց թշնամություն չի, դա չեզոքության քայլեր է, այսինքն որ ինքը չի ասում ես ռուսներին կօգնեմ, որ ձեզի գրավեն, ինքը ասում է ես ձեզ չեմ օգնի, այսինքն դա նշանակում է, որ ինքը ասում է ես չեզոք եմ, որտեղ պատկերացրեք, մինչև հիմա չեզոք չէր, ոչ Ամերիկան, ոչ Արևմուտքը, չէ՞։ Պաշտոնապես այդ մարդիկ իրանց այդ ՆԱՏՕ-ի ընդ մի հատ ինչ քաղաք կա է, այն որ հավաքվում են, ՆԱՏՕ-ի բլոկը Ռայնշտայնը ինչա, ինչ որ գերմանական։ Հա, այդտեղ միշտ հավաքվում են ու հատկաց որոշում են ինչ օգնեն Ուկրաինային, ինչ չէ։ Հիմա եթե այդ բլոկը որը շարունակում է օգնել մինչև Տրամպը, եթե Ամերիկան կանչի Ռուսաստանի բանակցության, դա չի լինի բանակցություն, կլինի բան, կապիտուլյացիա։ Այսինքն կլինի, որ այն ռազմաքաղաքական բլոկը, որը Ուկրաինայի, հանձինս Ուկրաինայի պատերազմում է Ռուսաստանի դեմ, այդ ռազմաքաղաքական բլոկի լիդերը Ռուսաստանին առաջարկում է բան, զինադադար։ Այսինքն նշանակում է հաղթող կողմը Ռուսաստանին կապիտուլյացիայի առաջարկ անում։ Անկախ դրանից, որ ռուսական զորքերը մի 20% գտնվում են օկուպացված տարածքում, ես այդ մասին եք ասեմ, խի ատենց։ Այսինքն չի կարա օբյեկտիվորեն լինի Ռուսաստանի համար որևէ տեսքով ընդունելի։ Եթե Պուտինը համաձայնվի, գեներալ-տետը դրանք խփի որպես դավաճան։ Որտեվ կասի դու գնում ես թշնամական ռազմաքաղաքական բլոկի լիդերի հետ բանակցելու, որտեղ բոլորն էլ գիտեն, որ օրինակ այդ առաջի համաշխարհայինում Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Բուլղարիան եւ բանը, Թուրքիան էին, չէ՞։ Բայց ամբողջ բանակցությունները առաջինը Վերսալում կատարեցին Գերմանիայի հետ, որտեղ այդ բլոկի լիդերը ըստ էության բանն էր, Գերմանիան էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիան կապիտուլյացիան ստորագրեց առաջին Էյզենհաուերին, ամերիկյան զորքերի դաշնակցության հրամանատարին, որից հետո Էյզենհաուերը պահանջեց, ասեց իմ դաշնակիցներիցը պետք է կապիտուլյացիա ընդունես։ Ու դաժե ասում այդ Մարշալ Ֆելդմարշալ Կեյտելը, որ տերմա Ֆրանսիայի գեներալը կայնած ասում է չհասկացա, ես պետք է իրանց էլ ընդունեմ կապիտուլյացիա, երբ որ իմ զորքերը մինչև Փարիզի տակ կայնած են,
Eisenhower ասում է, հա, պետք է ընդունես, որտեղ նա իմ դաշնակիցն է։ Հիմա եթե Ամերիկան նստի Ռուսաստանի հետ բանակցությունների, լինելով արևմտամետ այդ ռազմաքաղաքական բլոկի լիդերը, որ Ռուսաստանի նստի բանակցության ինչ որ բան որ ստորագրեն, դրանից հետո ըստ էության դա կապիտուլյացիայի պես բան կլինի, դրանից հետո Ամերիկան կարող պահանջի հերթով Ուկրաինայից սկսած, Ֆրանսիայից վերջրած բոլորի հետ ստորագրի, որտեղ իրանք մի բլոկի ներկայացուցիչ են։ Ու դա ռեալ առումով բացառված է, որ տեսբան տեղի ունենա։ Որպեսզի դրա համար կարողանան բերեն նստեցնեն Ռուսաստանի բանակցության սեղանի շուրջ, դրա համար պետք է որ Ամերիկան լինի չեզոք, այսքան երկար խոսացի հիմնավորելու համար ինչի է պետք Ամերիկային լինել չեզոք, որպեսզի նա կարողանա նստեցնի բանակցային սեղանի շուրջ։ Բայց դե մի հատ նրբություն կա, ինքը մի հատ երբ որ Լավրովից հետ հանդիպան, իրանք շոշափեցին ռուսը ինչի է ընդունակ զիջման, ինչին ընդունակ չի զիջման, այդ որ հանդիպան է, չգիտեմ, էլի Ռիադում էր, որտեղ Դուբայում էր, որտեղ, որից հետո կանչին Զելենսկուն, ցուցադրական, որ Պուտինենք նստեն տենան, որ այդ ինչ որ դուք ասել եք, այս մարդը համաձայն չի, շարունակելու է կռիվը։ Հիմա ինքը ասում է ես չեմ օգտելու, որպեսի ամբողջ աշխարհին ցույց տա պաշտոնապես, որ ինքը չեզոք է, որ ինքը այսինքն իրավունք ունի բանակցություններ կազմակերպի, ու դա Ռուսաստանի համար կապիտուլյացիայի առաջարկ չի։ Բայց մյուս կողմից իրան պետք է որ Եվրոպան, Արևմուտքը կամ Ճապոնիան, Ավստրալիան այդ բլոկը շարունակի Ուկրաինային օգնել, որպեսի ռուսը նորից այդ վայնայից նայստաշչենի այդ մաշեցման պատերազմով, որտեղ ռուսական ժողովրդին ինքը բացայտ ըստ էության ասում է շանս կա կռիվը կայնստելու զոհեր չտալու, հիմա Պուտինին դնում է տուպիկ։ Այսինքն Պուտինը դառնում է ինքնանպատակ, հա, ուզում է կռվի, զոհեր տա մսխի ռեսուրսները առանց հույսի, որ ինքը կարա այդ Ուկրաինա երկիրը գրավի։ Շատ է թե 20% օկուպացնել է, դա խնդիրի լուծում չի, էլի։ Դրա համար ինքը դրանով արդեն համ հույսերը առաջացնում Ռուսաստանին, որ շահեկան ձևի դուրս գան այս պատերազմից։ Համ էլ նրանց էլ հրահրում է որ օգնեն, որ ինքը սա հույս չունենա, որ հենց չեմ էլ բացառում, որ կարող առանձին սիգնալ են տվել, ասել են քեզ մի ամիս ժամանակ, կարաս մտի Կիևը գրավի։ Եվրոպացիքներն ասել են, դուք եթե մեր սահուզնիկն եք, այդ Տրամպը նոր չի ասում, այս 8 տարի է, ասում է 3%, 1.5% եք բանանում, դրա համար պատական չէր, որ այդ Վենսը եկավ, Մյունխենում հելավ կփրտեց սաղին։ Ասեց հելեք ձեր գործը արեք։ Այս առումով ինքը որ Եվրոպային հրելա, որ Եվրոպան այդ նագրուսկեն վեկալի 2 ամիս կամ 4 ամիս, այսինքն մինչև զինադադարի սեղանին նստելու, բանակցային սեղանին նստելը, իրանք պետքա ոչ թե դա խոսքով ասեն, այլ ամբողջ աշխարհը պետք է տենա, որ Ամերիկան չի օգնում Ուկրաինային, այսինքն ինքը չեզոք է, ուստի ինքը իրավունք ունի, որպես արբիտր հանդես գա։ Ստրատեգիա, էսի Տրամպը փորձում է անի իր անձնական ամբիցիայից ելնելով, բայց Ամերիկայի խորհրդային պետությունը նրան չի խոչընդոտում կամ նույնիսկ աջակցում է, որովհետև իրանք է ստանում են այլ բան, Ամերիկան դառնում է արբիտր։ Արբիտր ում երկրորդ միջուկային տերության վրա։ Իսկ երկրորդ միջուկային տերությունը հավասարեցվում է Ուկրաինայի, Գերմանիայի պես կարգավիճակի։ Հələ չհաշված, որ ինչ տեսքով էլ զինադադարը կնքվի, այդ փաստացի ասենք ենթանենք Ռուսաստան դուրս չգա զորքերը կամ Ուկրաինան ինչ որ զիջում անի, չէ, միևնույնն է իր ցանկացած զինադադարի կնքում Ռուսաստանի համար ստեղծելու է խնդրեմ, որ նա այլևս աշխարհի որևէ անկյունում չի կարա որևէ կոնֆլիկտի միջնորդ հանդես գա։ Այսինքն թե ինքը մինչև հիմա ասենք Վրաստանի, Օսեթիայի, Աբխազիայի համար խաղապահի կարգավիճակ ուներ, ճիշտ է, հետո զորք մցեց անեքսարեց։ Մոլդովայում ունի խաղապահի կարգավիճակ, ասենք հիմա այստեղ Ղարաբաղում էլ ուներ, ձևական հələ այդ ֆորմալ առումով ունի էտի, ու ընդհանրապես կարող է Բալկաններում էլ ամբիցիա ունի, աշխարհի տարբեր տեղերում կարող է ամբիցիա ունի, եթե ինքը նստելու այս պատերազմական բանով զինադադարի, ինչ տեսքով էլ պայմանագիրը այդ զինադադարի կետերը գրվեն, ներունա ինքը դառնում է պատերազմող կողմ, կապ չունի, որ ինքը մեղավոր է հրձիկա թե չէ, այսինքն սաղ աշխարհը կճանաչի հրձիկ, Ամերիկան չի ճանաչի, միջնորդ հանդես կգա, ինքը կզրկվի այն իրավունքներից, որ այդ 5 երկրները ունեն աշխարհի տարբեր անկյուններում, որպես իրավարար, որպես արբիտր, լուծելու դա կոնսենսուսով է, այսինքն այնտեղ կարող են նստեն, ասեն Աֆրիկայի այս ֆրանսախոս գաղութներում Ֆրանսիան թող զորք մտցնի, չգիտեմ Անգլիախոս նախկին գաղութներում
թող խաղապահ ասենք Անգլիան զորք մտցնի կամ Ամերիկան չէ, սովետն էլ ուներ էդի։ Հիմա այս կոնֆլիկտով, երբ որ ինքը նստի արդեն բանակցության, հետևանքները ահավոր են ելել Ռուսաստանի համար։ Այս է գլխավորը, իսկ թե Ուկրաինան շատ զորք կտա, շատ զորք չի տա, բան, էդի 1000 տարի ճշտված է, ասենք Ամերիկան, էդի բրիտանական մեթոդոլոգիան է, հանի կռվսնի, բայց Ուկրաինան ուզի իր երկրի անկախության պետականության համար կռվում է։ Հիմա այսքան երկար ինչի համար խոսացի, որ այս մարդիկ չեն հասկանում, ասում են Տրամպը դավաճանել է, բան արել։ Սա թողեթան եկալ են ուսումնասիրեն այդ Վերսալ Վաշինգտոնյան համակարգը 19-ից 22 թվեր, տենց է համարվում, էլի։ Եկալ են ուսումնասիրեն, նոր մի քիչ կհասկանան դա ինչ է։ Իսկ ինչ որ վերաբերում է այդ 20% օկուպացիային, դա իրանք այդ անեքսիան արևմուտքը չի ճանաչելու, ոչ էլ Ամերիկան։ Մնալու է ուկրաինական հողը օկուպացված Ռուսաստանի կողմից, ոնց որ Վրաստանի, ասենք Օսեթիան, Աբխազիան էնի օկուպացրել է, չէ, Ռուսաստանը, չգիտեմ, անկախա ճանաչե տոլի եկալ է իր տարածքա։ Արևմուտքը ֆորմալ առումով չի ճանաչում Ռուսաստանի տարածք։ Հիմա ասեմ դա ինչի համար է Ամերիկան այդպես քայլերի գնում։ Նույնը Մոլդովայի բանով, որովհետև երբ որ այս հարցերը լուծվեն, ասենք այդ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստանը դե լուծվել է արդեն, Մոլդովան, բանը Կովկասի հարցերը լուծվեն, իրանք ինչ են անելու, երբ որ Միջին Ասիայի հարցն է լուծվի, հեսա կխոսամ նաև Միջին Ասիայի հետ կապված, երբ որ այդ հարցերը լուծվի, ինչ որ տարիներ հետո, խոսքի 10 տարի, 20 տարի, ես չգիտեմ, այդ Ամերիկայի պլանավորումը կարա լինի էլի, ես դա կարամ ընդամենը ենթադրեմ ինչա կատարվելու, բայց որ ժամկետում է կատարվելու, ես չեմ կարա հաշվեմ, դեռ պատկերը չունեմ ոչ Ռուսաստանի ռեսուրսների դիմադրության, ոչ էլ Ամերիկայի ռեսուրսների հաղթական։ Դա համար ժամկետ չեմ կարա ասեմ, բայց հերթով ժողովուրդը կտեսնի այդ process-ը հետում է։ Ինքը ինչ անելու, վերցնելու է բուն Ռուսական Ֆեդերացիայի պետությունը քայքայման ճանապարհը ընտրելու, երբ որ ասում եմ այդ բոլոր հանրապետություններին պոկի Լավրովի ասած կրակ է օղակը թշնամական բուֆերը սարքի, որը հիմա այդ սարքման process-ում է։ Դրանից հետո անցնելու է բուն Ռուսական Ֆեդերացիայի քանդմանը, այնտեղ չեչենները, Թաթարստանը, բան այնտեղ ագին կան ժողովուրդներ, որոնք ապստամբելու են, ասենք չեչենները հայտարարելու են նորից Իչկերիայի հանրապետություն, Ուկրաինան ճանաչելու է Իչկերիայի անկախությունը, Վրաստանը ճանաչելու է Իչկերիայի անկախությունը, ու քանի որ այդ տարածքներում արդեն ելնելու են միջազգային խաղապահներ, ռուսը չի կարողանալու հարձակվի, եւ որ ռուսը հելնի, ասենք, նոտա կամ ամերիկացիքի հետ հանդիպի առանձին ասի, դրանքով են իմ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն են անում, Տրամպը չէ, որովհետեւ ամերիկյան ղեկավար էլի, ասենք 20 տարի հետո, ասելու ախպեր, դու օկուպացրել ես Ուկրաինայից 20%, չես ճանաչում իր տարածքային ամբողջականությունը, ինքն էլ չի ճանաչում քոնը, ինչ ես ուզում։ Կարաս փողով առ, չգիտեմ, խնդրի, աղաչի, երգի, պարի, կաշառի, ինչ ուզում ես արա, բայց չլեմ չիմանա միջուկային զենք կամ ռազմական միջամտություն ես, էդի իմ ստեղծած աշխարհակարգին դեմա ես քեզ կխփեմ։ Այսինքն Ամերիկան երբեք խաղի կանոն չի խախտել առ այսօր, սովետը փլուզելուց էլ ստիպեց, որ ռուսները ճանաչեն 15 հանրապետության անկախությունը, հետո նոր ինքը ճանաչի։ Հիմա էլ ինչ որ անում է, էլի ինքը դրա համար ասեցի, նա հենց այնպես չի, որ 250 տարում 11 երկրի է ընդամենը պատերազմ հայտարարել, որից երևի 10-ը իրան հայտարարել են, հետո է ինքը պատասխանը։ Ասենք 10-ը չէ, երևի 7-ը։ Համենայն դեպս երկրորդ համաշխարհային պատերազմում ինքը վերջի անգամ պատերազմը հայտարարել է երկրորդ համաշխարհային պատերազմում Տիկինգանը։ Ասենք Գերմանիա, Ճապոնիան Իրան խփեց Պիրլ Հարբորում, ինքը հայտարարեց պատերազմ, բայց երևի Ճապոնիան հայտարարել էր արդեն, չգիտեմ։ Գերմանիան մի 4 օր հետո 11 դեկտեմբերի հայտարարեց, Իտալիան հայտարարեց, ինքը այդ դրանց փոխադարձ հայտարարեց 3 երկիր՝ Ճապոնիա, Գերմանիա, Իտալիա, որ նրանք էին հայտարարել։ 42 թվի վերջերին էլ արդեն Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիային հայտարարեց, որովհետև օբշի դաշնակիցների դեմ հայտարարեց, էլի։ Այսինքն սա ինչ եմ ուզում ասեմ։ Այդ մարդը շատ խելոք կարողանում է խաղա ու իր խնդիրները լուծի խաղի կանոն չխախտելով։ Ու ստիպելով, որ հակառակորդները միջազգային նորմերը, այն որ դուք ասում եք ջունգլի օրենքը բան չէ, ինքը կարողանում է հենց անի իրավիճակ սարքի միջազգային, որ նրանք խախտեն խաղի կանոնները, ու ինքը դառնա պարյադկի կողմնակից, այդ կարգու կանոնի կողմնակիցը, համաշխարհային
ոստիկան այսպես ասած։ Իսկ հիմա Ամերիկան գտնում է իր հզորության գագաթնակետին։ Այնքան ապուշտեր կան, ասում են Ամերիկան փլվում է, ես իմ 3 հատ բևեռած դառնեմ, չգիտեմ ինչ անեմ։ Հիմա ես ասեմ, երբ որ Ռուսաստանը կփլուզի ինքը ներսից, այդ ժամանակ Չինաստան մտնելու արևելք, ռուսը Ամերիկային խնդրելու ասի զորքեր ինձ Չինաստանի ագրեսիայից պաշտպանի։ Թե չէ Չինաստանը ինքնին որպես բևեռ չի կարա հանդես գա, որ ասում են երրորդ բևեռը ծիծաղելի է, Ամերիկանը փչե Չինաստանին փուչիկ սարքե, իր տնտեսական ներդրմամբ։ Ու հենց կանգնած սարքել է դրան, բայց գա մի ուրիշ բան էլ ասեմ, էլի ես առիթով իհարկե դա լավ բան չի մեր համար, այս Միջանցքի մասներ, որ խոսում են իբր Չինաստան, ես իմ բանը Իրան, Չինաստան, ռուսամետները տենց են ասում, Իրան, Չինաստան, Հնդկաստան, Իրան, Ռուսաստան ճամփայի մասին բան չէ, բայց իրականում դրա վտանգը ուրիշ բանում է, որ Ամերիկան թույլ կտա Թուրքիային։ Նա պետքա միջազգային այս միջանցքը, ես էլի առիթ ունեցել եմ, կարծեմ ձեր մոտ թե որ դե ասեմ, այդ միջանցքը Ամերիկան կարող է աշկա փագում, որտեղ ամերիկացի կասել են իրան կողմ են էլի, շատերին թվում է դե մետաքսի ճանապարհ իբր թե չգիտեմ ինչ առևտրական տնտեսական չէ, բայց դա Թուրքիային պետքա որ նա այդքան Ադրբեջանով միանա Միջին Ասիային, որ Միջին Ասիայից Միջին Ասիային հանի Ռուսաստանի դեմ։ Դա Ամերիկայի ստրատեգիական շահերի մեջ մտած տեղավորվող սցենար է։ Բացի Միջին Ասիան, դրանից հետո, դա անելուց հետո, այս Ադրբեջանի միջոցով Թուրքիան Չեչնիա, Դաղստան, բան Հյուսային Կովկասը ապստամբսնի, այն ինչ որ նոր մի քիչ առաջ ասում էի, մի կողմից ապստամբսնելու է Ամերիկան Թուրքիայի ձեռքով։ Մյուս կողմից ասենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ձեռքով էլ ճանաչելու է Իջկերիայի նման պետությունների անկախությունը, իրավական տեսք է տալու այդ փլուզմանը, ինքն էլ չճանաչելով։ Դա համար եմ ասում, Ամերիկան խաղի կանոն չի խախտում, բայց ինքը ռուսին ասելու ախպեր, դու նրա տարածքային ամբողջականությունն ես բան արել, ոտնահարը, չես ճանաչել տարածքը, նա էլ քոնն է անում, համարժեք բան է անում, բայց չելեմ չիմանամ, հանգած փորձես այդ երկրների վրա խփես։ Այս ամբողջ այս process-ը մի հատ ճիշտ հարցի կարելի։ Փաստորեն Թուրքիան մեծ Թուրանի մասին է խոսում, երբ որ Զանգեզուրի միջանցքի մասին է խոսում։ Դուք ասում եք, որ Միացյալ Նահանգներին ձեռք է տալիս այդ մեծ Թուրան կոչվածը։ Այս փուլում չէ, հիմա փուլը չկա, եթե չէ, տենց չի, որտեղ դա ապացուցված է։ Մի րոպե ասեմ, էլի։ Խնդրում եմ ավելի ապացուցված է դա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երբ որ Չերչիլն ու Ռուզվելտը բանակցում էին դեսանտ իջեցնեն Եվրոպա մայրցամաքում Գերմանիայի դեմ, Չերչիլը պնդում էր դեսանտ իջեցնեն Բալկաններում։ Ամերիկացիք ասում էին Նորմանդիայում իջացնենք Ֆրանսիայի ափերին։ Չերչիլը ուզում էր Բալկաններում ափիջեցնի, որպեսզի իր կայսրության ազդեցություն տակ եղած երկրներ, ասենք Չեխոսլովակիան, Լեհաստանը, բանը մնա նորից իր ազդեցության տակ։ Որտեղ դրանց էմիգրանտական կառավարությունները Բենեշը, Մենեշը, Լեհի, բան սպիտակ Լեհեր, բան դեին գտնվում։ Հիմա այդ ժամանակ ես որ կարդացի Ռուզվելտի գիրքը, ասում է բանակցություններից հետո Ռուզվելտը իր սաբետնիկների հետ որ խոսում է, ասում է սրանն նայի, ասում է, ուզում է ամերիկյան զինվորի արյան գնով վերականգնի արևելյան ու կենտրոնական Եվրոպայում բրիտանական կայսրության ազդեցությունը։ Ասում է ինձի դա անընդունելի, ավելի լավ ասում այս տարածքները հանձնեմ Ստալինին, սովետական միությանը, հետո սովետից ես հետ կգրավեմ։ Հիմա սա ինչ եմ ասում, եթե որտեվ ամերիկացիք միշտ իհարկե բրիտանացիք էլ են տենց, բայց Ամերիկան իրանց մեթոդի մեջ գերազանցեց։ Միշտ կարողանում են գլխավորն ու երկրորդականը իրարից տարբերել։ Ու երբ որ գլխավորը ընտրում են թե ինչն է իրանց համար, որ դա պետք է լուծեն, գործիքների մեջ խտրություն չեն դնում մեթոդների մեջ։ Այդ խնդիրը պետք է անպայման լուծեն։ Դա համար իրանք այդ բրիտանական կայսրությունը, քանի որ իր սազնիկներ ու ինքը չէր կարա դա գրաver Սարզնիչեստվայի հետ կապված, էլի որ չելներ դավաճանում է, խախտում է Սարզնիչեստվան։ Դրա հետ կապված կարամ ես օրինակ Սիրիայի դեպքը ասեմ, ինչի Ֆրանսիան որոշակի ազդեցություն պահպանեց։ Սիրիան ու Լիբանանը ֆրանսիական առաջի համաշխարհից հետո այդ պայմանագրերով ֆրանսիական մանդատի տակ էին։ Երբ որ դաշնակիցները սկսան ափ իջնել Սիրիան, Լիբանանը վերցնելու, այդ ժամանակ որպես
Դաշնակցային զորքերի գլավնակամանդուշի ամերիկյան շտաբը, Էյզենհայերի շտաբը, բանը հրաման տվեց պարետային ժամ մտցնեն Դամասկոսում, Հալեպում բանում, այդ սիրիական քաղաքներում բանում, պարետային ժամ մտցնեն, բանի Դեգոլի գեներալները, որ ինքը փոքրականակ զորք ուներ, շատ փոքր էր իր մասնակցությունը, մի 2 թե 4 դիվիզիա էր այդ բախտերը, բայց սա Սիրիայում չէին, աշխարհի տարբեր, ասենք Ալժիրում էին բան։ Այս ժամանակ ինչ էր, ֆրանսիացիները ասին ախպեր, անգլո-ամերիկյան զորքերն են այսօր Սիրիա մտել, Սիրիա-Լիբանան, իրանք են օկուպացրել, ոնց որ էլ մենք ստե չունենք ազդեցություն։ Դեգոլը ասեց, ոնց թե բան, ասին հա, ինչ անենք, Դեգոլը խելոք խոդեր արեց։ Հելավ ասեց, ինչ ա եղել, պարետային ժամ են դրել, ասենք ժամը 9-ին, այդպես ամերիկյան շտաբը, անգլո-ամերիկյան գլխավոր շտաբը, այսինքն ասեմ էլի, գլխավոր շտաբը ամերիկյաններ, կար անգլիական զորքերի շտաբ եւ ֆրանսիական զորքերի շտաբ։ Գլխավոր շտաբը որպես ամերիկյան շտաբը հրաման տվեց քաղաքացիներին, որ ժամը 9-ից հայտարարվում է պարետային ժամ եւ պարետային ժամից հետո առանց հատուկ անցաթղթի ոչ մի քաղաքացի պետք է տներից դուրս չգա, թե չէ կձերբակալվի։ Ու ասեց այդ բանը անցաթուղթել կտա ամերիկյան բանը, այդ հրամանատարությունը իր այդ ենթակա շտաբերի հետ նաև նրանց թույլ տա, ոչ մի ինքը կորոշի էլի, ումը անցաթուղթ գիշերային տանում չտան բան։ Հիմա ֆրանսիացիք որ Դեգոլին ասին, սա ինչ խելոք խոդ արեց։ Ասեց կվեկալեք, դուք եք բանը, ժամը 10-ին էին նրանք ասել։ Դեգոլը ասեց վեկալեք, հայտարարեք Ֆրանսիայի կողմից, որ պարետային ժամը մտցվում ժամը 9-ին։ Ուրեմն տեսեք, ֆրանսիական շտաբը առանձին եկավ հայտարարություն արեց, որ մենք ձեր առաջ ունենք պարտավորություն որպես մանդատ ունեցող երկիր բան, ձեր անվտանգությունը պահել, ոչ մի հատ լավ տեքստ բռին հայտարարին, որ ձեր անվտանգության համար եկել ենք այս կողմ, ուստի հայտարարում ենք, որպեսզի պրոբլեմ չլի, բան, պարետային ժամ ֆրանսիական կառավարության անունից ժամը 9-ից։ Անցաթուղթեն կտա ֆրանսիական շտաբը։ Հիմա այդ հայտարարությունը արեց ինքնուրույն, բանը, ոնց են ասում, ինքնագլուխ էլի, առանց համաձայնեցնելու ամերիկո-անգլիական գլխավոր շտաբի հետ։ Հայտարարեց տենց, հետո գնում էին կաֆե, ֆրանսիական ռազմական ոստիկանության զինվորները, մտնում էին կաֆե, ասում էին, ոչ մի ձերբակալություններ էին անում քաղաքացիներին, նրանք ասում էին, բա ժամը 10-ից է, ասում էին չէ ախպեր, ասում էին ժամը 9-ից է, Ֆրանսիայի կառավարության բանակի որոշումն ա եղել, ասում էին, բա հեսա մենք ունենք բանը հրամանը ամերիկյան, ասում էր չի գործում ֆրանսիական մանդատային տարածքում, չի գործում իրանց բանը որոշումը, մեր շտաբի որոշումը պետք է կիրառվի, ասենք այդ կաֆեներում նստած են անգլո-ամերիկյան զինվորներ։ Գարի դրանց էլ էին ասում, խախտում թուղթ ունեք, ֆրանսիական, ասում են հեսա մեր թուղթ, էլ մի ժամ կա, համել թուղթ ունենք։ Սա Զանգեզուրի Միջանցքի հետ ինչպես եք։ Այսա կասեմ, ինչ երկար ասեցի, որ ես ինչ որ խոսում եմ երկար օրինակներ եմ բերում, որ լսարանը պատկերացնի, ոնց կարա process-ը դա։ Ոչ եմ, իրանք վեկալեցին կոնֆլիկտ էին սարքում ամերիկացի, դաժե կրակոցներ եղավ, դե անգլիացիք ոչ չէին ենթարկվելու ամերիկացիք այդ ֆրանսիական զորքին։ Իրար վրա կրակեցին, զոհեր եղավ, վիրավորներ եղավ, ու Ֆրանսիայի զինված ուժերի ուժը չէր հերիքի պարտադրեր, բայց Չերչիլն ու Ռուզվելտը որպեսի չեպե չդառնա, ասեն հակառակորդ գերմանական պրոպագանդան Գեբելսը որպեսի չօգտագործի, ասի դաշնակիցների մեջ թշնամանքած սկսվեք, փլուզումը լինի, որը կազդի համաշխարհային այլ երկրների ժողովուրդների տրամադրությունների վրա, ասեց ոչինչ, էսի կուլ տանք, հանդուրժենք, թող ֆրանսիական ուզածովը լինի։ Այսինքն Դեգոլը միտեղ ավանտուրայի գնաց, կարողացավ պահել։ Հիմա սա ինչի համար եմ ասում եմ, այդ պատմական փորձը կա, երբ որ անգլիական գաղութի, ուզում ասեմ, այդ դեպքը, որ իրանք ուզում էին Ֆրանսիայից յուրացնեին, Դեգոլը կռիվ տվեց ավանտուրիզմի դաժե միջոցով, կարողացավ բանը Սիրիայի նկատմամբ առ այսօր ֆրանսիական որոշակի ազդեցությունը պահի այդ ձև դեպքով, ես այդ որ նկարագրեցի ու տենց մի քանի դեպքերով։ Իսկ Անգլիան չգնաց կռիվ տալու Ամերիկա այդ Բալկանների վրով։ Ինքը հա պահանջեց, որտեղ նաև շարունակություն ասեմ, Չերչիլը ֆրմա Դեգոլին ասում է, դու ասում ես ո՞նց ես քեզ պահում Ռուզվելտի հետ խոսալուց։ Ես ասում եմ հզոր կայսրության ղեկավար եմ, հսկա կայսրության։ Իտո ես ինչ չեմ կարող այտենց պայեմ, տենց խոսամ, ոնց որ դու ես քեզ պահում։ Ասում եմ ճիշտ ես ասում, դու հսկա կայսրության ղեկավար ես,
լիքը տեղ ունես զիջելու։ Ես կրված պետության ղեկավար եմ, ես զարդի չունեմ, տեղ չունեմ զիջելու, սա կրվել եմ։ Ես ուրիշ ձևել չեմ կարող ինձ պահեմ։ Այսինքն իր հաշվարկը, այսինքն իր ավանտուրա կոչվածը, որը կողքից թվում է ավանտուրա, ինքը ուներ իր կուր տրամաբանությունը, թե ինքը ինչի էր իրան տես պահում։ Ու երբ որ Ֆրանսիայի գենշտաբը Դեգոլին մեղադրում էր, ասում էր, «Խես եմ Չերչիլի հետ կոնֆլիկտ անում, Ռուզվելտի հետ կոնֆլիկտ անում», ասում էր, իր կողմնակիցները, իրանց շտաբը, ասում են, «Չերչիլն է քեզ տեղ տվել, Չերչիլն է քեզ ռադիո տվել, Չերչիլն է տարեկան բյուջե հատկացնում քո այդ երկու դիվիզիան, որ դու կարողանաս ֆինանսավորես, Չերչիլն է քեզ զինում»։ Դու ո՞նց ես ասում բան անում, Չերչիլի հետ տենց խոսում, չհաշված, որ էլ Չերչիլին էլ չես լսում, Ռուզվելտի հետ տենց խոսում, մեզի կբռնեն, ասում ֆինանսավորումից կզրկեն, կպրծնենք, բան։ Դեգոլը ինչ էր պատասխանում, ասում էր, երբ Գերմանիան պատերազմ սկսեց սովետական միության դեմ, այսինքն երկրորդ ճակատ բացեց, այդ պահից ինձ պարզ է, որ Գերմանիան կրվելու է, ու ես կլինեմ, թե որևէ մի հատ մայոր, ֆրանսիական բանակի մայոր, ներումն է Ֆրանսիան անկախանալու է, վերագտնելու է իր անկախությունը, վերականգնելու իր պետականությունը, բայց միայն ես կամ կլինեմ կամ ուրիշ ոչ ոք, ով կվերականգնի Ֆրանսիայի ձերժավնսը։ Ասենք տերութենականություն ասեմ, վեհություն ասեմ, վեհապետությունը։ Այն ինչը որ ըստ էության Ֆրանսիան մնաց հաղթողների մեջ, դա Դեգոլի այդ պահվածքով էր։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Ֆրանսիան այդ ավանտուրային գնաց ու որոշակի ազդեցություն պահեց, ճիշտ է, հետագա շրջանում էր կորցնում։ Չերչիլը ռիսկ չարեց գնա ու հանձնեց Սովետին, այսինքն երբ որ Ռուզվելտը ասեց, թե Սովետը գա գրավի արևելյան Եվրոպան, ես հետո հետ կգրավեմ։ Այն ինչը որ 91 թվականից սկսեց արել, 90 երբ որ Վարշավյան դագավորը ջարդրով, ինքը հետ վեկա լավ, բայց այլ արևելյան Եվրոպան անգլիական Եվրոպա չի, այլ ամերիկյան ազդեցության տակ են Լեհաստանը բանը։ Հիմա գամ մեր Սյունիքի Թուրքիային։ Եթե այսօր Ամերիկային պետքա որ Թուրքիան այդ իր ստրատեգիական խնդրի մեջ ծառայի, բնականաբար դի թույլ տանդեին նացիոնալիստական ուժերին, որ իրանք մեծ թուրան խոսան, մեծ իսլամ խոսան, չգիտեմ, օսմանյան կայսրություն խոսան, որպեսզի կարողանան այդան այդ քայլին։ Ասենք տեսեք, նա Ուկրաինայում ինչ էր Շուխևիչի ներողություն խոսելուց բացի Սյունիքի Միջանցքը եթե չլինի, չի իրականացվի, ճիշտ է։ Չէ, մի րոպե, ասում եմ Ամերիկան պետք է թույլ տա, որ ընդ ազգայնական ոգին բարձրանա, որտեղ ոչ մեկը հեծնես չի թում մեռնելու։ Հիմա երբ որ ամերիկացիք Ուկրաինայում խրախուսում էին Ստեփան Բանդերայի եւ Ռոման Շուխևիչի, որ հերոսի արձաներ սարքեն, հերոսի կոչում տվեցին ազգային հերոսի բանի, ինչի համար։ Որտեղ Ուկրաինան Իրանից ինչ որ մի պոտենցիալ էր ներկայացնում, որում Ամերիկան իր ստրատեգիայի մեջ միսիա էր տեսնում դրա վրա։ Բայց ոչ լիբերալները, ոչ դեմոկրատները, ոչ սոցիալիստները երբեք չեն այդ հանուն հայրենիքի մեռնելու։ Դրանք բոլորը նյութապաշտներ են։ Լիբերալները կարող են մի քիչ իդեալիստներ լինեն, մնացածը նյութապաշտ են, այսինքն սոցիալիստը սոցիալական բանի համար կարող է լինի պայքարի, դեմոկրատը կարող է ասի, չգիտեմ, ընտրություններ, ես սենց եմ ուզում, չեմ էթում բանակ, չգիտեմ, լիբերալն էլ, կարող ասի ախպեր ինչ կռիվ, ինչ բան։ Այդ մարդիկ տենց են, էլի, ասենք, իրանք պացիֆիստություն կարան, ինչ ուզեն ասեն, իրանք տենց են։ Բոլոր ժողովրդերի մեջ հանուն հայրենիքի դա ազգայնական շերտն է, որը ելնում ասում է նահասրբություն է հայրենիքը, իմ ծնողներից էլ ավել, օրինակ Նեժդե ասում է, ես ցեղակրոն եմ եւ գիտակցում եմ, որ իմ անմիջական ծնողներից բացի ունեմ ավելի մեծ ծնող, դա իմ հայրենիքն է, ու ես գիտակցում եմ, որ իմ կյանքը պատկանում է ոչ միայն իմ անմիջական ծնողներին, այլ իմ ծնող ազգին։ Որտեղ նա նացիոնալիստ է, Նեժդե իր գաղափարախոս, ու աշխարհի բոլոր ժողովուրդներն են տենց։ Նա ով որ ազգայնական զգացում չունի, նույնիսկ որպես օրինակ ես եթե իմ հայրենիքին սրբություն չհամարեմ, ինչի պետք է դա մեռնեմ որ։ Ասեք ես խի պետք է դա ասեմ, ասեք չեմ էթա, չէ, ենթարենք այս ընտրական process-ի համար մեռնեմ կամ եթե դա չառնչվի իմ ազգային շահերին, էլի, նկատի։ Ասեք ինչ որ խոսքի հանուն պացիֆիզմի, չգիտեմ, հանուն մարդու իրավունքի բան, ես չեմ էթա մեռնելու։ Իմ համար որտեղ դրանք այդքան թանկ չեն։ Բայց իմ ազգի իրավունքի համար ես ասենք պատրաստ եմ այդա մեռնելու։ Հիմա տեսեք, հա, որ դուք ասում եք ինչի պետք է Ամերիկան անի, ասում եմ Ամերիկային եթե պետք է որ Թուրքիան գնա ռազմական կամ մարտական process-ի, օրինակ հենց այնպես թուրքերը չեկան բանում Ադրբեջանում նստան այդ գեներալները,
ու նրանք ես վստահ եմ իրանք նաև սպեց ջոկատների մեջ անմիջական կռվի դաշտում են ունեցել օպերատիվ գործողություններ ղեկավարող, որ Պալևոյի կամանձիրներ, որոնք կարող է դաժե 1-2-ը վիրավորվածել են կամ զոհվածել են։ Այն որ ասում էին, ենթադրենք Սիրիայից բերել են մի քանի հոգի զոհվել են, բան չէ, կարող է թուրքել են եղել դրանց մեջ կամ նաև թուրք են եղել, որ մենք հենց չգիտենք կամ ով որ պետքա կարող է գիտի։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, պետքա իմաստը որն է, եթե թուրքերի մոտ հելնի, ասենք Էրդողան ասի, գիտեք ինչ կա, Ամերիկայի ստրատեգիական խնդիրն է, որ Ռուսաստանը կործանի, մենք էլ որպես իր գործիք ու զենք իր համար պետք է ծառայենք, գնանք, ոչ ոք չի դա, կասի չհասկա, մեր երեխեքին խի թողենք Ամերիկայի հիմա այդ ռուսի դեմ։ Որպեսի դա ստացվի, նախ պետքա ուժ գնացնել Թուրքիայի պանիսլամական կամ պանթուրքիստական։ Այսինքն Հայաստանը խայծ լինի։ Հայաստանը չէ, Միջին էլ հետս թե Հայաստանը ճամփի վրա է ընդամենը։ Միջին Ասիա պետք է ասեն քո հայրենիքը Միջին Ասիան է գնա այդ ժողովրդին միացի Ադրբեջանին, բայց ցավոք սրտի դա անցնում է Հայաստանի վրով։ Այս առումով է, ու որ դուք ասում եք նշանակում է մեծ թուրան կլինի, չէ կարող է 50 տարի հետո էլ այդ մեծ թուրանը ինքը տապալի քրդերին վեկալի ասի ձեր հայրենիքը։ Բայց մինչև այդ 50 Իսկ մենք կարող է այդտեղ ոտնակակ է թա։ Դրա համար եմ հարցնում, մենք։ Դե եմ ասում, ասեցի ցավալի վերլուծության մի հատված կա այս ամբողջ աշխարհակաղակականության մեջ։ Բայց դա ոչ թե պետքա մեզի հուսալքի, այլ պետքա մենք փորձենք այդ սցենարները իրականացնող, այսինքն ով ուժեղա նայել իրականացնում է, փորձենք դրանց հետ մի ձևի լեզու գտնենք։ Ես չեմ ասում, տեսեք, այս նույն բաները ռուսամետները էլ են Զելենսկուն կպնում են։ Չի ձև խոսած բան։ Բա այո, պետքա միտեղ կոպիտ խոսաս, ասես ոչ մեկի ծաղի դեմ կկռվեմ։ Հետո էլ դաս կոմպրոմիսի։ Նախ պետք է մի հատ ուրիշ ցույց տաս։ Հիմա ինչի են իրանք հրահրել, որ եվրոպացիք մի հատ Ուկրաինային լավ ֆինանսավորեն, որ Տրամպը ռուսինասի ախպեր տես ես յան տվեցի, բայց էլի դու չես կարում գրավես Ուկրաինային, ուրեմն արի ին պայմաններով նստի բանակցության։ Նույնը պետք է հայերը կարողանան անեն, որ ասենք դու պետք է կարողանաս քեզնից բան ներկայացնես, որ արևմուտքը քու վրա էլ միսիա տենա։ Ու դա ոչ մի ցավալի բան չկա, այդ ինչի ռուսը հելում ասում էր մեր ֆորպոստ ենք, ստե մի 10 հոգի էր երևի դժգոհի ասում ֆորպոստ։ Ինչ միսիա կարող եք պատկերացնել։ Չգիտեմ, էդի պետք է ասենք ելնես ղեկավարության մեջ անվտանգության դոկտրին մշակես, հաշվի առնես, օրինակ իմ ինֆորմացիան բավարար չի, ես էսի որ հիմա ես որ վերլուծում եմ իմ ինֆորմացիայից ելնելով, դա գլոբալ ստրատեգիան հասկանում եմ, հա, բայց կոնկրետ իրականացման process-ները պետքա դու ունենաս 1000 ձևի քո ռազմետքեն պետք է քեզ բերի տեղեկություն, պետքա հատուկ խումբ ունենաս, որ Ամերիկայի մամուլը բոլոր այդ ուժային կառույցների, քաղաքական գործիչների վերլուծվի, բերվի դրվի քո առաջ, Ռուսաստանինը վերլուծվի, Չինաստանինը վերլուծվի, մյուսը վերլուծվի, որ դու կարողանաս այդ տենաս ոնց դու ինչով կարաս մտնես խաղի մեջ, ինչով չես կարա, ասենք այդաս քո աչը քաշած սպասես մինչև դե պրծնի, էլի։ Մենք որ դիրքում ենք աչը քաշած, թե փնտրում ենք այդ։ Չէ, հիմա Նիկոլը ինքը ցույց է տալի, որ Հայաստան գոյություն չունի, հետո հեծանի բակշեմ զվաձեղա սարքում բան։ Հիմա եթե մեկը լինի ասի, բայց ինքը հենց անում է այդ անալիտիկան, քայլեր պետք է տենայինք իրանց կողմից։ Բայց ինքը մի հատ պոզիցիա բռնի, ասում եմ մենք մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է, ոնց որ 91 թվին Մանուչարյանը Աշոտը որպես Լևոնի խորհրդական դες բաներ էր ասում։ Դրա համար ես չգիտեմ իրանք ինչ են անում, բայց ցավալին է նա, որ ոչ միայն այդ հին սերունդի քաղաքական ուժերը, այլ նոր դաշտ մտած քաղաքական ուժեր, ասում եմ, ասենք կարելի գիտության տեխնացու բանի քաղաքագիտության կամ դոկտոր պրոֆեսոր, էլի նայում եմ, ասենք Լևոն Շիրինյան, դոկտոր պրոֆեսոր է։ Մնջի իհարկե սովետի վաղտվա դոկտոր պրոֆեսորը քաղաքագիտության դա ծիծաղելի է, այդ մարքսիզմ, լենինիզմի բան պետք է լինի։ Հատես դոկտոր քաղաքագիտության կար բան։ Զիամատ, հա։ ԱԼՄ-ից Տիգրան Կարապետիչ կար, էն էլ էր քաղաքագիտության դոկտոր։ Հիմա կներեք, սա ինչ եմ ասում։ Կա, այս ջայլների մեջ կա, մի հատ կա, մտել է քաղաքական դաշտ, գործիչ, ըստ էության դուրս պրծուկ։ Հիմա կասեմ, ինք իրա բառապաշարով եմ իրան դիմում, որը քաղաքագետի էլ դիպլոմ ունի, ոնց որ ասենք ԱԼՄ-ի Տիգրան Կարապետիչը երևի։ Նա հելում ասում է, հա, նաև սա ինչի եմ ուզում ասեմ, այս վերլուծությունը թողենք միան, որտեվ
քանի որ հիմա քարոզը արշավա, չէ, համարյայթում դեմ ընտրություններ է սպասվում հերթական կամ արտահերթ։ Այս նորից ես մի անգամ ձեր մոտ պատասխանել եմ այդ ձևիներին։ Հիմա անցել է մի 6 ամիս, այն վաղ էլ ասի մի 6 ամիս հետո կանդիդառնամ, բայց հիմա անունս չեմ էլ ուզում տամ, քանի որ անունները տենց չեն էլ տվել, ավելի շատ առանց անուն տալու ինձ կպել են բան։ Երբ որ ասենք մեկը հելնում սենց բաներ են տարածում, իսկ գալիս է ժողովուրդ ասում, ովքեր ինձի, ես նաև շնորհակալ եմ ժողովրդի այն հատվածը, որ ինձի պաշտպանում է։ Ինձի շատ են ասում, որ դու մասնակցելու ես թե չէ, ու մեկը ասում են, սենց բան են ասում տարածում են, ես համոզված եմ, որ KGB-ն է տարածում, էլի, ու այդ տգետների միջոցով էլ տարածում է։ Ասում է Շանթին, մի մտածեք, նա չի մասնակցելու ընտրություններին, քանի հոգիս պատմեցին։ Ասում ասենք ոչ չի մասնակցելու, ասում հա, ինքը 21 թվին խի չի մասնակցել։ Ասում են չգիտենք, ասում է ինքը գժի թուղթ ունի։ Իրան օրպեդությունը արգելում է, ինքը Շանթը պրոստը համաչում է ասի։ Ինձ մարդիկ գալի ասում են, սենց բան ենք լսել, ասում ենք Շանթին են կընտրելու, ասում են Շանթը չի մասնակցելու, էդի գժի թուղթ ունի։ Հիմա ես սա ինչի համար եմ ասում, միտումնավոր KGB-ն վեկալավ ինձի տարավ, ես ոչ մի գժի թուղթ չունեմ, ճիշտ է, ինձի տարել են գժանոց, հոգեբուժարան։ Բայց ինձ Այդա Միխայլովնա ասեց Շանջան, բաժի բարի չէ։ Ասես կներ ես չեմ կարա քեզի օգնեմ, էլի ուզում էի օգնել։ Մի անգամ մարտի 1-ով տարան, գրեցին որ ես առողջ եմ, բայց մի հատ էս բան գրեց, բան Այդա Միխայլովնա, որ աֆեկտի տակ ա եղել, պայմանավորված այդ կրակոցներով, զոհերով բան, այդ աֆեկտի տակ իր քայլերը տենց մեկնաբանեց, որը հոգեկան հիվանդություն չի։ Ու ինձ մի տարի մի ամիս նստելուց հետո բաց թողին, այս անգամ որ տարան 13 թվին Այդա Միխայլովնա Շանջան, այս անգամ քեզ չեմ կարա օգնեմ, որտեղ իրանք ինձ բալետ էին անում, իմ մտքերը բան, ասես չեմ կարա քեզ օգնեմ, չեմ կարա երկու անգամ գրեմ դու աֆեկտի տակ ես եղել, նորմալ մարդը չի կարա անընդհատ աֆեկտի տակ ինչ որ քայլեր անի։ Ես էլ ասի Այդա Միխայլովնա, հակառակը ես քաղաքական գործիչ եմ, ես չեմ ուզում, ոչ էլ ինձ պետքա ձեր օգնություն, այսինքն եթե գրեք ես ինչ որ խնդրեմ ունեմ, ես չեմ կարա ընտրություններին մասնակցեմ, ինքը ասես դե չգիտեմ, Շանջան, ես սրտանց ուզում եմ քեզ օգնեմ, բայց չեմ կարա օգնեմ, բան։ Այսինքն ես առողջ եմ, սազորին լսարանին ասեմ, որ էդի KGB-ի մարդիկ են տարածում, որ Շանթը չի մասնակցել։ Տեսեք 21 թվին, այո, ես չմասնակցեցի, ասեմ, ինչ պատճառներ կար։ Նախ ցեղագրոն կուսակցությունը 2004 թվից փակել եմ։ Ես այդ տարիների մեջ պայքարի մեջ ելնելով բան, մտածեցի, էլ թազա դա չբացեմ։ Իմ տղեն Շահենը որ պայքարում էր, ես բանտում էի, ես 5 տարի բանտում էի, ինքը 5 տարի երեխա տարիքից պայքարում էր, ու ինքը կուսակցություն էր բացում։ Ինչի դեմ էր պայքարում կամ հանուն ինչի։ Հանուն արժեքների, ինչը որ իմ ընտանիքի համար ինչի դեմ է իմ հերը պայքարը, կամ հանուն ինչի է պայքարը իմ հերը։ Հանուն Հայաստանի անկախության 60 թվերից, հետո ես եմ պայքարը, հետո էլ տղես։ Բայց քանի որ Հայաստանը անկախ էր, բայց էսի բանանային հանրապետություն կարելի ասել Հայաստանի, ճիշտ է, բանանային հանրապետությունը սկզբից դա վերագրվում էր Լատինական Ամերիկայի երկրներին։ Հետո սկսեցին Աֆրիկայի, Ասիայի որոշ հիմնականում դրածո ղեկավար ունեցող կոռուպցիոն բան երկրներին նենց ասում են բանանային հանրապետություն, որ այդ բանան բառը Լատինական Ամերիկայից է առաջացել, բայց թեւավոր խոսքի պես խորհրդանշական մնացել է։ Հայաստանն էլ ինքը բանանային հանրապետություն է, ու նաև մենք գիտակցում ենք, որ եթե հայ ժողովրդի մոտ արժեքների դեգրադացիա է, դա վերջը սենց աղետը լինելու է, ինչ որ հիմա կա, ու այդ աղետը գնում է։ Հիմա այդ ժամանակ, երբ որ 21 թիվը եկավ, Շահենը իր անգերների հետ, որտեղ շատերն էին, ես հելում եթում էի խանութ, պատվիրասեք իրիգունը մութով է եթում խանութ։ Բայց մեկը խանութի մեջ մարդիկ տենում են, ասում են, բա դուք շանտեք, դուք դնելու եք ձեր տեխնացիոնը, որ դնեք ձեզ են կընտրելու բան, իմ ընկերներն էլ էին պնդում, ասում էին, որ մասնակցեն։ Ես էլ Շահին հետ, ես նա հեռուստատեսում եմ, Շահինին պայման դրեցի, ասի, եթե դու 300 հոգի ապետ կուսակցությունը գրանցվի, քեզնով կարանաս 300 հոգի մարդ գա, ոչ թե ասի ես իմ ընկերները իրանց ընտանիքներով բանսես բերենք, մենք մեզ խափենք։ Չէ, ճուժոյի մարդիկ, եթե 300 մարդ գա, այդ ժամանակ կմտածեմ, որ մասնակցենք, թե չէ։ 330 քանի հոգի եկան գրանցվան, բայց դա կուսակցությունը եղավ բան, ապրիլ ամսին։ Գրանցեցին այդ առաջադրումների ժամկետից մի օր առաջ։ Մայիսի 26-ն էր վերջի ժամկետը, 24 իրիգունը թե 25-ին գրանցեցին։ Իհարկե դրան զուգահեռ ես նաև քանի որ մտածում էի, ասենք թե հենց այնպես ձևական մասնակցություն չլինի, ես խոսացի
Ծաղիկ Ռուբոյի հետ, Ռուբեն Գևորգյանի, որի հետ 90 թվին մենք արուն ենք խառնել, որպես արյան եղբայրություն ա եղել, այդ ռազմական խորհրդի կազմում մենք իրան շատ եմ հարգում, ունենք մտերմություն, չնայած կարող է տարիներով չշփվենք իրար հետ, բայց ասենք ես գիտեմ ոնց որ այդ արյան եղբայրության պահը կա, ասենք երբեմն ես որ ազատվել էի բան, տես երբեմն զանգում էր հանդիպում էր, ես նստած էի ինքի երեխուն էլ էր կանչում Շայնին, Շայնը փոքր էր, բայց կանչում էր, ասում էր դու իմ աղբոր տղեն ես, բան։ Ու ոչմ, Ռուբոյի հետ էլ էի խոսում, Ռուբոն ծանր տարավ շատ, հիմա էլ է ծանր տանում, դե Սամվել Գևորգյանը աղբերն ա զոհվել այդ կռվում բան, ոնց որ մեր ապրած կյանքը էթա զերո։ Ես իր հետ խոսում էի, ասեց աղբեր, ասեց, դու գիտես, ասեց, որ այս սիտուացիան նենց են սարքել սևերի սպիտակների։ Ասենք Նիկոլ Քոչարյան։ Հիմա դու եթե մտնես, մեղադրելու են ասեն շանթը ձեներ ա փոշիացնում, որտեվ սև ու սպիտակ են սարքել բեբերացում են արել։ Ասես մենք էլ մտածում ենք Քոչարյանին օգնենք, ոչ թե որ Քոչարյանին սիրում ենք, այլ որ Նիկոլից ազատվենք այդ կապիտուլյացիա ստորագրածից։ Ասեց ճիշտ ասեց, իմ ընտանիքը, իմ մտերիմները գիտեն մեր հարաբերությունը, ասես տենես քեզ են ընտրելու, ես էլ թույլ չեմ տա ասեմ մի ընտրեք շանթին։ Բայց ես ասես լայն իմաստով ձգտելու եմ, որ Քոչարյանը դրան գոնե կարողա միակ ուժի էտի ա մնացել, ոչ մեկ ով դուս եկավ իր դեմ չկարացավ, ոչ եմ հաշվեցի, իմիջիայլոց նույնը ասեց Ղափանի համայնքապետը Փարսյան Գևորգը, մոտարապես նույն ձևի, ասեց շանթ, գիտես, ես Քոչարյանի համար ոչ մի բան պրինցիպի, բայց հիմա դա է, բևեռացում են արել, Սյունիքի մնացած համայնքապետները, որոնց հետ Գևորգը մտերիմ էր, Հելենային Քոչարյանին էին պաշտպանում, կուսակցություն բաներին մտել, Գևորգը չմտավ իրանց հետ քաղաքական ոչ մի բանի հետ։ Այսինքն աշխատում է սև սպիտակը, տեսեք արդարացումը ինչ է, տալիս ենք Քոչարյանին, որպեսի Նիկոլ Փաշինյանը չանցնի, տալիս ենք Նիկոլ Փաշինյանին, որպեսի Քոչարյանը չանցնի։ Լավ արդարացան։ Այս իրավիճակներ եղավ, ես դրա համար հաշվեցի իմ հնարավորությունները բան, ասի համար վաղ ինձ շարժանեն, ասեն դու ես հələ փոշի ասլեց ձեները քո մասնակցությամբ էս կոմենկոմ, նպատակը հարմար չգտա, որ ես մասնակցեմ։ Ոչ թե որ ես գժի թուղթ ունեմ, իսկ համարում եք որ դա ծուղակի նման բան է եղել։ Հա, բա ինչ է, այն ձևի այն ժամանակ տենց խնդիրը լուծեցին։ Ժողովուրդը մնացել է ծուղակի մեջ մինչև այս։ Չեմ կարծում, հա, ժողովուրդը չեմ կարծում հիմա։ Դե հիմա իրանք ովքեր որ կազմակերպում են ընտրությունները, չէ, KGB-ն է հիմնականում Մոսկվայի ցանկությամբ։ Ինքը իր ցանկալի ուժերը KGB-ն է կազմակերպում Հայաստանում ընտրությունները։ Միշտ հա կարող է գործող ֆիգուրա մի հատ եսին Վագն Հովակիմյան գտնեն կամ Տիգրան Մուկուչյան գտնեն, բայց դրանք բոլորը վերահսկվում են KGB-ի կողմից։ Հիմա ինչի համար եմ սա ասում, իրանք սենց են խնդիրը դնում, որ պետքա SSS ուժերը անցնեն։ Ենթադրենք 4 հատ կուսակցություն են որոշում։ Մոսկվայի ցուցակը տալիս է KGB-ին, ասում է այս 4-ը պետք է անցնեն։ Մնացածը պետք է չանցնեն։ Հետո ասում են ինչա պետք, որ այդ 4-ը հավաքեն այդ ձեները։ Եվ բացի դա ասում են ով է վտանգավոր այս 4-ին խոչընդոտելու համար, որ կարա հավաքի ձեները անցնի։ Եդրանք ասում են Շանթը Պողոսը Պետրոսը, իրանք սկսում են պերսոնալ այդ դրանց խանգարել Շանթին, Պողոսին, Պետրոսին խանգարել։ Հիմա ասենք, տեսեք, այն Վարդան Ղուկասյանը, չէ, դոկտորը։ Ասենք ես չգիտեմ, կարողա պատահական ա եղել, բայց որ ինքը հայտարարել էր, որ ինքը գալիս է իշխանության բան, չէ։ Բացառված չի, որ դրա համար Հայաստանի կառավարությունը դիմի իրան որպեսի չեզոքացնի, որտեվ ասենք կարող են դες սոցհարցումներ արել KGB-ն գաղտնի հարցումների մասնա, ոչ թե գելապ մելապ։ Պարզելա, որ սա իրանց խանգարում է, եթե սա շարքից դուրս գա ենթադրենք, կարող է իրանց այդ 4 կամ 3 կամ 5 կուսակ, չգիտեմ, Մոսկվան ով կամ որոշելա, ասենք սա շարքից դուրս գա նրանց համար հեշտանում է, բայց սա եթե դուս պայքարի մեջ ալում կարող է պրոբլեմա ստեղծելու իրանց որոշած ցուցակի համար։ Այդ ձևի ասենք նրա դեմ կարող են հենց անեն։ Իմ դեմ խոսքի ասում է ենթանք էդի գժի թուղթ ունի այն մարդ մոռացեք, ենի չի էլ դնելու, պրոստը ամաչում է Խոստովանի, տարբեր բաներ է պատմում, ես լսանին ասում որ սուտ է։ Կամ այդ որ ասում այդ մի հոգին, ուրեմն կանգնել է ասում է քաղաքականության մեջ են մտել կրթություն չունեցող դուրս պրծուկներ։ Ես որ ստե նայում եմ, ես ճիշտ է 92 թվից 97 թիվը սովորել եմ Հրաչյա Աճարյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում,
Ես դա չեմ, բայց ես հին մարդ եմ, ասենք, այդ կոոպերատիվ բանման այդքան չեմ կարևորում, դրա համար դիպլոմս չեմ վեկալել։ Բայց ես սովետի ժամանակ գնացել եմ շինարարական տեխնիկում ընդունվել եմ, ավարտել եմ ավտոճանապարհային տեխնիկումը, մասնագիտությամբ ճանապարհաշինարար եմ։ Կներեք, հա, որ սա կարող է այդքան հետաքրքիր չթվա, բայց մի անգամ երևի պետք է ասեմ, ոչ եմ, այլ սպասի ընտրությունների վաղ թելեմ բացատրվեմ, առիթ, հա, ուղղակի ասում եմ։ Մասնագիտությամբ եղել եմ ճանապարհաշինարար, աշխատել եմ Հայկոմուն նախագիծ ինստիտուտում, որպես տեխնիկ շինարար։ Ասենք Կեչուդի ջրանվար բան են նախագծել, ես ինչ-որ մի բան էլ ես եմ նստել հաշվե գծել մծե խոսքի։ Ես 84-ին տեխնիկում ավարտել եմ 19 տարեկան։ Ընդունվել եմ այդ նախագծային ինստիտուտ направլենիով, աշխատել եմ 2 ամիս, տարել են բանակ, մի քանի օր հետո դատել են։ Ես 87 թվականին ապրիլի վերջերին ազատվել եմ։ Այդ տարի ես չէի կարող համալսարան ընդունվել, որտեղ ես ուզում էի պատմական ընդունվեի։ Համալսարանի պատմական, փիլիսոփայության էլ, բայց փիլիսոփայության էլ դատված էի, չէի կարող։ Արգելվա օֆիցիալ գրած էր, որ հեսա կասեմ, հետո նայել եմ։ Ես 87-ի ամառը հազիվ ադապտացվելու խնդիր կար իմ մոտ, ուր մնաց թե պարապելու խնդիր էլի, որտեղ ապրիլի 27-ն էր, երբ էր ազատականս տվին։ 10 ամիս չանցած սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որ ես գլխովի մտա Ղարաբաղյան շարժման մեջ։ Բայց 88-ի ամառը ես գնացի բանասիրական ֆակուլտետ գործելս տվեցի, քննություններ, ես ընտրեցի ազատ թեմա Հովհաննես Շիրազի բանաստեղծությունը, հայրենիասիրական բանաստեղծությունները, գրում էի, այդ մոմենտ Ղարաբաղ կոմիտեից Բաբկեն Արաքցյանը ու Սամսոն Ղազարյանը եկան, Սամսոնը դուրը բացեց քննության, Սամսոն Ղազարյանը Ղարաբաղ, բացեց, ասեց շանտ մի րոպե արի, ասի ինչ կա, ասեց արի ասեմ, հերես վերջը նստած գրում էի, հելա, ասեց ոչ եմ այսօր իրիգունը կարևոր հարց կա, ոչ եմ քո հետ պետք է ճշտենք, բաբիկը ավտոյի մեջ սպասում է, Բաբկեն Արաքցյանը, արի խոսանք, ասեց Սամսոն քննության եմ, ճիլի քննությունը սպրծնեմ, ասեց չէ, շատ կարևոր է, ես որ դուս էի գալի, եկան դե չգիտեմ, ինչ կար, որ վեկալ եմ հետան, դասախոսը Շարաբ Խանյան էր ազգանունը, ես չեմ ան մասին գրապարի մասնագետ ասես, թրաժո մի ձևի մարդ էր ինտելիգենտ, այս մարդը ինձի խնդրում էր, ասում էր, տղա ջան, ասում էր, դու ոչ եմ պետք ես մեր ժողովրդին, արի դու քեզ բարձրագույն կրթություն ա պետք ես կոմենկում, ու հելա հիշում եմ, ասեց Հայրիկյանի պես մարդը, որ թերի բարձրագույն ունեցավ բանտերով բանով, ես չեմ ուզենա մի հատ էլի հայրենասեր տղա չունենա բարձրագույն կրթություն, խնդրելով բառացի մինչև դուր ուղեկցեց այդ մարդը ինձի, բայց ես ասի չէ, հիմար Ղարաբաղի այդ շարժումը մանավանդ այդ վաղտ այդ այրոպորտի ջարդ բան այդ դեպքերն էր եղել, թողի իջա բաբիկը, իր կարիշնովի էր, ինչ էր 06 ուներ, իր ավտո նստակ շին ինքն ու Սամսոնը, ինքը քշեց, բերեց կոնսերվատորիայի Հայատ, մոտ մի ժամի չափ բազար արինք, հելա ոտով էլ պետք է իջնեի համալսարան, էլ ոչ էլ գնացի։ Հիմա կներեք, սա ինչ ես կան երկար պատմեցի, այսինքն օբյեկտիվորեն ես չեմ էլ ունեցել հնարավորություն, բայց դրա փոխարեն ստանալ կրթություն բարձր։ Հա, բարձրագույն, չէ, տեխնիկումը ինչը սովետում նորմալ կրթություն էր, էլի։ Հիմա ասենք մի հատ կարող է մի հատ դուս բրծուկ գնացեինք դել պոլիտեխնիկում շինարարականը սովորել, ոնց որ ես ավտոճանապարհային շինարարական տեխնիկում։ Հետո գնացել է ընտրենք Ենակ Ֆլետչերում մի 3 ամիս սովորել է կամ Կոլումբիայի համալսարանում կամ Հայաստանում կա ինչ-որ կառավարական ակադեմիա, Եթե մեն էտե սովորում են, արվում մենք քաղաքագետ ենք։ Կներեք ավարտեմ, էլի։ Ասեմ այդ ակադեմիան որ բացվել է կառավարման։ Այդտեղ կարող է ես էթայի դաս տայի, եթե ռուսները թույլ տայի։ Լավ, եկեք այդ սովետի մեջ մտնենք, որովհետև 26 թվականին մենք ընտրություններ ունենք։ Կապ չունի, ես այդ իրանց հերթով անուններ չեմ տալի պատասխանում եմ։ Անուն չեք տալիս, բայց մի հատ սկզբունքորեն տեսնենք ժողովուրդը այդ ծուղակից դուրս գալու շանսեր։ Ծուղակից դուրս գալու մի ձևն էլ էսա, ասում եմ, եթե մարդուն հելում են, ասում են, էդի գժի թուղթ ունի, ժողովուրդ իզուր դրա մասին մի մտածեք։ Դե հիմա մյուսներն ասում են անգրագետ։ Ես քաղաքագիտության դոկտոր եմ, չգիտեմ ինչ եմ, բանը ասում է կրթություն չունեցող դուրս պրծուկները մարդը ինքը գնացե սաղ կյանքը սովորել է կարիերա է արել 40 տարեկանում որոշել է հայ ազգի ճակատագիրը փրկի 40 տարեկանում դիգին գանը երբ որ ասենք ինքը 20 տարեկան ուսանող էր կամ 19 տարեկան չէ ինքը թքացում էր ինքը իր անձնականն էր մտածում բայց ես այդ տարիքում քննությունը թողե գնացել եմ դեպ Ղարաբաղյան շարժման հետ կապված հարց կա
Կամ Դուք այսօր պատրաստ եք մասնակցելու ընտրություններին եւ կարծում եք արդյոք որ կարող եք ես ասում եմ, ես մասնակցում եմ, կարող եմ անցնել դա ժողովուրդը կորոշի, ես մասնակցում եք մասնակցելու եք ամսի 26 թվականի ընտրություններին։ 26 կլի թե արտահերթ կլինի, ես ինչ եմ հիմա հարմար չտա, որտեղ եթե հանրությունից շատ է գալի այդ խոսակցությունը, որ ասում են Շանթը չի մասնակցելու, որտեղ չի կարա մասնակցի։ Բա ես ստիպված հիմա եմ պատասխանում։ Ես պրոստը ուրախ եմ, որ դրանք շուտ են սկսեին դեմ հակաքարոզություն անել, որ ես ժամանակ ունեմ դրանց պատասխանեմ։ Բայց իտոգում մի բան կարամ ասեմ, որ դուրս բրծուկները իրանք են, KGB-ի ագենտները, ասեմ, որ իմ համար ես գկա վախտը, ժողովուրդը կհամոզվի, որ ես օֆիցիալ գրանցվում եմ, ես այդտեղ ոչ հիվանդություն ունեմ, ոչ բան ունեմ։ Այդքան ստոր են։ Ու իրանք ինչն են հաշվի առնում KGB-ն։ Մեր ժողովուրդը, որ այդեն սպլետնիչի բան, ինչ-որ բամբաս կոտական բաներ ունի, հետո ինքը ներքուստ իր տոլի անհաջողություններից տոլի ինչից չարացած է, ուզում է մեկի վրա վատ բան լսի, դրանից հաճույք զգա բան։ KGB-ն դա էլ է հաշվի առնում։ Ես սա հիմա հենց այնպես չեմ խոսում իմ մասին մենակ։ Ես մեր հասարակությանն էլ եմ ասում, մի քիչ թափ եղեք։ Այդքան մի ուրախացեք, որ մեկի վրա ճիշտ կամ սխալ ինչ-որ բան են ասում։ Ընդհակառակը մի հատ փորձեք անալիզ անեք, հասկացեք, տեսեք էսի ինչի են ասում այդ մարդ, այս մեկի վրա սենց, այն մյուսի վրա նենց։ Դա կարող է ձեզ ուզում են նույն վիճակում պայել։ Մեր ժողովուրդը 35 տարի դժգոհ է իր կյանքից։ Հիմա որ ով խոսում է, ասում է 35 տարի վատ էր, չէ՞։ Դա եթե 35 տարի վատ էր, նա չեք մտածում, ինչի՞ց է վատ։ Դա կարող է միշտ ասենք իմ նման մարդկանց դարել են 60 տարեկան արդեն, 12 տարեկանից կարամ հաշվեմ, պապայիս երկրորդ անգամ որ բանտարկին 77 թվականին ես 12 տարեկան էի։ 12 տարեկանից եղել եմ պայքարի մեջ։ Շանթ ում կտայեք ձայնը 26 թվականին, եթե դուք չմասնակցեք եւ ձեզ ինքներդ ձեզ չտայեք։ Կա որից է քաղաքական կուսակցություն, կա որից է անձ, ով կուսակցություն կբացի, ասենք ընտրությունների նախորդ։ Ճիշտ ասած, ես շատ հարգում եմ, ասենք Պաուլ Հայրիկյանին, Ազատ Արշակյանին, ովքեր պայքարել են, որտեղ իմ չափանիշները, ասենք, այլ է, էլի, ի տարբերություն շատերի։ Ես ինչ որ ժամանակ կարող է Արամ Սարգսյանի, Վազգենի աղբորը պաշտպանեի, բայց հիմա ես միակ մարդը ում որ կվստահեմ, դա Ղափանի համայնքապետ Փարսյան Գևորգն է։ Ու հետաքրքիրն է, որ ինքը գաղափարական ինչ որ չունի ոչ պրոռուսական, ոչ հակառուսական, ոչ պրոարևմտյան, ոչ հակառևմտյան, ինքը զուտ ոնց որ բանը, պաշտոնյա է։ Բայց այն բարոյական սկզբունքները, որ ինքը ունի, ու այդ սկզբունքներով է կարողացել է թիմ հավաքել իր քաղաքի համար։ Ես իրան դե փոքր տարիքից եմ ճանաչում, բայց ոչ թե որ ինքին բարեկամն է դրա համար եմ ասում, այլ իսկապես ես կարծում եմ Հայաստանի բարեկամ եք ձեզ։ Հա մենք քուրու աղբոր թորներ ենք, իմ տատիկի աղբոր թորն է։ Բայց նաև մենք մտերիմ ենք, էլի, օրինակ ունեմ էլի տատիկի աղբոր թոր, այդքան մտերիմ չենք եղել։ Ես ասենք իրանց տանը շատ եմ մնացել իր պապայի հետ տարիքային տարբերությունը իմ իր պապայի քիչ ա եղել։ Մենք ընկերություն ենք արել, Գևորգը Գրիշը փոքր են եղել հովոն հրեցնված էլ չէր որ այդքան, ուզում եմ ասեմ, բայց ես ոչ թե որպես բարեկամ եմ ասում, այլ ես կարծում եմ, որ Հայաստանի պետական պաշտոններում այդ ձևի մարդիկ են պետք։ Բացառիկ մենեջեր է։ Ես մտածում եմ, ասում եմ, եթե պրեզիդենտական կառավարումը չվերանար Հայաստանում, ասենք ով ես, թե Պողոսը, Պետրոսը, որևէ մեկը լիներ պրեզիդենտ, այսինքն արտաքին քաղաքականությունը վերցներ իր վրա, ասենք ենթադրենք բանակը կամ բանը, KGB-ն կամ բան, չէ՞։ Մնացածը 10 Փարսյան Գևորգին իդեալական կազմակերպի աշխատանքը։ Այդտենց որ տնտեսականը, արդարադատական բլոկը, այդ որ այդքան շատերս խոսում ենք, չէ՞, ասում ենք հաջորդը ըստ էության արդարության սով ունի, արդարության ծարավի է, չէ՞, անարդարության զոհա, նա բացառիկ մարդ է, որ սրանք խելք ունենային։ Իրան պետք է կանչեին ոչ թե նշանակեին արդարադատության նախարար, այլ ընդհանրապես արդարադատական բլոկը, դատարաններ, դատախազություն, քննչական մարմին, արդարադատ բոլորը միացնեին տային իր փոխ վարչապետ այդ գծով։ Ուզեմ ասեմ, որ ասում եք ում կընտրեի, միանշանակ իրան կներեի, բայց ցավոք նայել ասում է ես իմ Ղափանից դուրս չեմ գա։ Լավ, եկեք փորձեմ ամփոփել երկրորդ հատվածը, առաջինը Ռուսաստանի հետ էր կապ։ Լավ, եկեք հերթով գնանք։ Ռուսաստանի հետ կապված դուք ասում եք փաստորեն, որ Միացյալ Նահանգները կարծես թե մի ձեռքով ոնց որ թե օգնում են, փրկում են Ռուսաստանին, մյուս ձեռքով կարծես թե սպանում են։ Եվ եթե Ռուսաստանը, ես ասեմ, դուք ասեք ճիշտ եմ, հա, ընկալել, որպեսզի պարզ լինի, որ
երկար է լինում, մեզ լսողներին ավելի հարմար է լինում, ավելի հակիրճ հա միտքը արտահայտել։ Ռուսաստանը, որը ասում էր, սա պատերազմ չի, սա հատուկ օպերացիա է, նա կարող էր ասել, ես կվերջացնեմ, կդադարեցնեմ հատուկ օպերացիան միայն այն ժամանակ, երբ որ խնդիրը լուծված լինի։ Այո, ինչպես Ամերիկան հազար անգամ կներեք, ինչպես Ամերիկան Իրաք մտավ, հետո դուրս եկավ, Աֆղանստան մտավ, լուծեցի դուրս եկա։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը խաղաղության բանակցությունների է ուզում մասնակցել եւ Միացյալ Նահանգները նստացնելով Ռուսաստանին կլոր սեղանի շուրջ խաղաղության բանակցությունների առաջինը ասում է դա պատերազմ էր, բ իջեցնում է կարգավիճակը Ռուսաստանի, դարձնելով նրան պատերազմի կողմ, որը կզրկի Ռուսաստանին հետագայում խաղապահ լինելու կարգավիճակից ՄԱԿ-ի, այո, 5-ից 1-ի կարգավիճակին, որը պետք է չեզոք լինի, որպեսզի ունենա այդ կարգավիճակը։ Դրանով թուլանում է Ռուսաստանը, ինչը կբերի Ռուսաստանի հետագայում փլուզման։ Սա Ռուսաստանի մասով, այսինքն ճիշտ է արդյոք, որ Միացյալ Նահանգները մի կողմից կարծես թե օգնում են դադարեցնել պատերազմը, որը Ռուսաստանը չի կարողանում դադարեցնել ինքնուրույն, եւ երկրորդ կողմից վնասում են կարգավիճակի իջեցնում, որը կբերի հետագայում թուլացման եւ հետևանք։ Սա Ռուսաստանի մասով ոնց որ թե սա էր։ Երկրորդը Հայաստանի մասով, երբ որ մենք խոսում էինք Միացյալ Նահանգներ, Թուրքիա եւ Թուրան եւ Զանգեզուրի միջանցք, դուք ասացիք ընդհանրապես շատ վատ է դասավորվել իրավիճակը եւ Հայաստանը որքան հնարավոր է շտապ պետք է որոշի որն է իր առաքելությունը, ինչ ունի առաջարկելու ինքը այս նոր վերադասավորվող միջազգային կարգի մեջ, հա, ես ճիշտ հասկացա ձեզ, Հայաստանի այսօրվա անելիքն է կողմնորոշվել, թե ինչ ունի առաջարկելու։ Օրինակ ես մոտավորապես ճիշտ է, մի քիչ առաջ որ ասիք, բա ինչ պետք անել, ասի ես հիմա չեմ կարող ասեմ, այս պայն երկու տարբերակ, բայց շատ մակերեսային է, էլի ասածս։ Եթե մենք կարողանայինք միջազգային խաղապահ բերենք այդ միջանցքը, ասենք շվեդացի, ֆինլանդացի, դա մեր համար ստիպված նախընտրելի վիճակ կլներ։ Եթե դա էլ նույնիսկ չենք կարում, ինձ համար ավելի նախընտրելի է ռուսական խաղապահը թե այն հույսով, որ մեկը Ռուսաստանին հետո արևմուտքի օգնությամբ տշելու ենք։ Բայց քանի որ կա պրոբլեմ Ռուսի հետ թուրքն էլ է գալու կանգնի։ Իմ համար դարձնում է դա անելի այդ վիճակը։ Այսօրվա դրությամբ մնացածը ես ուրիշ երրորդ տարբերակ չեմ 9-րդ կետի մասին եք խոսում, այնտեղ FSB-ն է միայն, նրանց սահմանապահ Հաջես չէ կնախընտրեի միջազգային խաղապահ։ Չէ, մեծ հաշվով ես կուզեի որ չլինի։ Երրորդ տարբերակը դուք ասում եք ռուսը կանգնեն այդտեղ, այդ որ ասեմ, ես կնախընտրեի, որ ոչ ոք չգար։ Բայց կա կոնսենսուս ըստ էության այդ միջանցքի հետ կապված։ Ռուսը այդ նոյեմբերի 9-ը ասե, թուրքն էլ ասե, ադրբեջանցին էլ ասե, Ամերիկայի են Բրայան, ով ասես եկե հայտարարել է, որ իրանք կողմ են, բայց Հայաստանի համաձայնությամբ, էլի, այդ միջանցքի։ Հիմա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համաձայնությամբ, թե Հայաստանի սուվերենությամբ։ Հա, էլի։ Դե Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնվեն, այսինքն Հայաստանի սուվերենությունն է դա նշանակում, էլի։ Հիմա ուզեմ ասեմ կոնսենսուս կա միջանցքի հետ կապված, բոլորին պետք է, մենք չենք կանգնալու դրա դեմ։ Հիմա ասեմ այդ նոյեմբերի ինչ եմ ես ասում այդ վտանգը, որովհետև իրանք Աղդամի դիտակետը դա ռուս-թուրքական դիտակետ է։ Ու Ալիևը հենց այնպես չէր միշտ ասում էր հայելային Սյունիքի միջանցքը։ Այսինքն, երբ որ խոսում են Լաչինի հետ միասին։ Հա, երբ որ խոսում էին, իրանք ասենք այդտեղ այդտենց ներբություններ կա, ասում են հասարակությունը ինքը այդ Թուրքի մոմենտը այդ ժողովուրդը լավ չի ընդունում, պետք չի ամերոպե շրջանը առել համատեղը, բայց կա համապատասխան բառապաշար։ Ասենք երբ որ իրանք ասում են անխը խոչընդոտ, իրանք դա թե հասկանում են առանց վերահսկողության ճանապարհ, չէ՞։ Բայց ասենք հայերի, դա պրիմիտիվ մտածելակերպի մարդկանց միշտ կարելի է կերցնել։ Իմիջայլոց Բիսմարկ այդ ձևի բան անում Ավստրիայի կանցլերի հետ այդ Գերմանա պրուսա-ավստրիական պատերազմից հետո, եւ որ գնում է ինքը դրա հետ բանակ թուղթ ստորագրի խաղաղության, Բիսմարկը գրքում եմ կարդացել, ասում է գնում է այդ կանցլերի հետ անուն հիմա չեմ հիշում։ Այդ օրը նստում են, ասում է այսօր հանգստանանք, բան, հաց ուտենք, ոչ ոք շփվենք, էլի նոր հոգնած ենք, բան։ Հետո երեկոյան ասում է, էդի գիտեր, որ այդ կանցլերը սիրում է շախմատ, շատ է սիրում, Ավստրիայի կանցլերի մասն խոսքը։
ասա Բիսմարկը հետը շախմատ է տարածելում, որ իր թիմակիցները դաժե զարմանում են խիավ եկալ։ Հետո այդ որ այդում են հաց ուտելու, այգու մանգան բան, ասում են վաղվանից կսկսենք բանակցությունները։ Բիսմարկը իրան այդ շախմատն է նվեր տալի։ Էդի ասում է սիրում ես խաղալ բան։ Ասում է ես իմ ասում եմ, երբ բերեցի քեզ լսել եմ որ դու սիրում ես, այդ կանսլերը ասում է շախմատ խաղանք։ Ես Բիսմարկը ապուշ քայլեր անում։ Այդ գրքում գրած ասում է Բիսմարկը ասում է որպես իր ազգոնությունը վաղվա բանակցություններին թույլատնեմ, իմ առաջ խնդիր էի դրել, որ ինքը իմ խելքի մասին ունենա բան ցածր կարծիք, որ ասենք պրիմիտիվ շախմատ խաղալուց բան ընթացքում ասում է էդի տենամ ասում է ինձին է սկսա արհամարական նայել բան, ու ասում է երբ որ բանակցությունները գնաց համաձայնության տակ փաստաթղթերը բերում էին կողմերը, ասում է էսի էդի առանց երկար բարակ մտածելու մի երկու բան կարդում էին, ասում է չէր անալիզ անում, ստորագրումը էդում էր բան, այդ հետո հուշերում չգիտեմ ինքնագրեթեով, բայց ես կարդացել եմ գրքում էլի բան։ Հիմա սա ինչի համար ասեցի այդ բանի ինչ էի որ խորամանկության մասին։ Դա խորամանկություն չի։ Իմիջիալով ես ասեմ, ես խորամանկությունը ու խաբեցությունը դա նույնն է, պետք չի ժողովրդին խաբել։ Այդ մի հատ դուսպրծուկը կային ասում է, եկեք խորամանկենք, հաջող դրական հատկանիշ է դա։ Եթե մարդիկ նկատի ունեն թշնամուն երբեմն կարելի է խաբել, բայց դա եթե խոսքը գնում է հաղթելու մասին, կա հնարամտություն տերմինը, դա բարոյական առաքինությունների մեջ է, խորամանկությունը ստորության որակների մեջ է։ Լուրջ եմ ասում։ Իսկ այդ դրանք տգետները, որ իբր թե դիպլոմ ունեն, հələ կոչ են անում հաջորդին, ասում են եկեք խաբենք ասում է, մեկը հաջորդը մենք ընդունակենք դրան, ասում է դա դրական հատկանիշ է, որտեղ խորամանկել նշանակում է խաբել, կեղծել, ստել։ Եթե նրանք խելք ունենան, չեն ասի խորամանկել, կասեն պետք է հնարամիտ լինել։ Հիմա դու կոչ եք անում լինել հնարամիտ։ Խաբելը գիտեք որն է, որ գնաս ասես ընդ կատու կա, բայց չլի։ Խորամանկել այնա, որ ասես մի հատ գնա այնտեղ, չգիտեմ ինչ ա եղել, գնա, բայց տենաց չլի, բայց դու իրան ղրգեցիր ընդ, հետո իսկ պատաս։ Իսկ հնարամտությունը այնա, որ դու իրան չես խաբում, ինքը թե ինչ ա խաբնվում, դա իր խնդրեմն է։ Էդի ամերիկացիք 1000 տարի այդ գործը անում են։ Իրանք երբեք իրանք չեն խաբում։ Այլ հարց, իրանք կարան քայլ անեն, դուք սխալ եզրակացություն անեք, դա ձեր խնդրեմն է։ Հիմա այն մարդը ինչ ասի, ես Բիսմարկը չի խաբել նրանց։ Բիսմարկը ինքը իր համար տենց է խաղացել, կարող է իսկապես լավ չէր խաղում, հետո է հուշերում հեքիաթ պատմե։ Մենք չգիտենք, բայց սա ինչի համար ասեցի, հա, այդ այսինքն անխոչնդոտ որ ասում են, հիմա օրինակ եթե հիշում եք, Նիկոլը Կայնավ ասեց, մենք չենք բան անում, ոչ մի բանակցային փաստաթուղթ չկա, մենք հանդիպում զրուցում ենք։ Այդ ժամանակ ես ասի ախպեր զրուցելուց հետո գալու են ասեն կամ թուղթը ստորագրի այդ զրույցի տակ։ Խոսք ես տվել։ Զրույցի տակ կամ ստորագրի կամ է կռիվ ալելու։ Հիմա սա ինչի համար եմ ասում, հիմա հո Ալիևը չի մեղավոր, հիմա էլ պարզվաղ չէ որ բանակցություններ ա եղել 19 թվին Լավրովի թուղթը։ Լավրովը ասում էր բանակցային փաստաթուղթ կա դրած։ Նիկոլը ասում էր չէ, եթե մենք զրուցում ենք։ Հիմա ով է մեղավոր, որ Նիկոլը բանակցային փաստաթուղթը զրույց էր դիտարկում։ Կարող է բնի սաղ աշխարհը հելի ասի մենք ենք մեղավորը, որ Նիկոլը սխալը հասկացե։ Էդի Նիկոլի խնդրեմն է ու հայ ժողովրդի, որովհետեւ տգետի կամ դեբիլի կամ խափեփայի են ղրգե բանակցության։ Նույն ձևի ոնց որ եթե Բիսմարկը շախմատը խաղացեք կրվել է, դրանից Ավստրիայի կանցլերը եզրակացրել է, որ սա անխելքի մեկն է, չի կարա այդ ինչ որ գրածա տողատակեր չկա։ Ինչ կարդման անմիջապես ստորագրում է։ Աճել է Փաշինյանը այս ժամանակահատվածում, տեսեք, դուք ասում եք միամտություն էլ կարելի ասել, ես մեղմ եմ ավելի դուք ուրիշ բառեր օգտագործեցիք։ Իսկ աճ տեսնում եք, որ աճ է։ Աճել է այնքանով, եւ եթե աճել է։ Աճել է այնքանով, որ էլ вообще ձգտումա ոչ մի տեղ չէ թա։ Այսինքն այն վաղ այդ ապուշությունները անում էր։ Հիմա մի ուրիշ ապուշ, եթե մա ձվածեղ բան է սարքում, հեծանիվ է քշում։ Ոնց որ իրան մեկը ասել է ախպեր, գնա հեծանիվ քշի, գնա քաբաբ խորված արակեր։ Մենակ մի Հայաստանի։ Այսինքն չի աճել։ Ավելի վատ է, որտեվ հիմա կալրոս պետք է երկիրը բախենք հիմա խոսում որ հայերը պետք է ինչ որ լուծումներ փորձեն գտնեն։ Նա փոխանակ եթե ասի ախպեր, բերեք մի հատ անալիզ զեկուցագիր, նայեմ ձեզ մի բան էլ ասեմ, քանի պայտակ մոռացել էի, այդ որ համաշխարհային աշխարհակարգի պայքար կա, չէ՞։ Տեսեք, արևմուտքը այսօր բանը ներկայացնում է արևմտյան քաղաքակրթությունը, որը ըստ էության բողոքական քաղաքակրթությունն է։ Բողոքական քաղաքակրթությունը համարվում է պաշտոնապես 1517 թվականից, երբ որ Մարտին Լյութերը գերմանացին
94-95 թեզիսներ ա գրեց ու բողոքական այդ կրոնական առումով բողոքական շարժումը սկսվեց արևմտյան քաղաքակրթությունը դրանից առաջ եղել էր կաթոլիկ քաղաքակրթությունը Вообще-то մասնագետները, ասենք Թոյնբի շպեգները բանը ասում են, որ քաղաքակրթությունները տևում են միջինը 1000 տարի։ Ծագումը, զարգացումը, չգիտեմ, աճը բան, հետո բեկում, անկում, մահը ինչ որ, ոնց որ մարդը ոնց է ծնվում, մեծանում է, հասունանում, ուժեղանում, հետո մահանում է, այդպես ինչ որ հաշվարկ կա, ասում են 800-ից 1200 տարի է տևում, միջինը վերցնել են 1000 տարի։ Ես որ նայում եմ ուսումնասիրում եմ այդ քաղաքակրթությունները, ասենք կաթոլիկ քաղաքակրթությունը կա, պրավասլավյան կա, պրավասլավ քաղաքակրթությունը դա բուզանդականն է, որը տևեց 1000 տարի, ասենք պայմանական վերցնենք 451 Քաղկեդոնի ժողովից մինչև 1453 Ստամբուլի անկումը, Կոստանդնուպոլսի անկումը, էլի 1000 տարի է, Հռոմի եկալ են կայսրությունը, հանրապետությունը մեր թվականությունից առաջ ստեղծվեց 500 քանի թվերին, ավարտվեց 476 թվին, ինչ էլի մի 1000 տարի է Կաթոլիկ քաղաքակրթությունը վերցնենք, եթե 1054-ին դե յուրե կիսվեցին, մի քիչ շուտ է սկսել ուղղափառների հետ։ Ասեք 20-րդ դարում Շպենգլերը գրեց, որ եվրոպական քաղաքակրթությունը մեռել է, որտեղ կաթոլիկ երբ որ ասում ենք, նաև զուգահեռ ասում են եվրոպական քաղաքակրթություն։ Կներեք, երբ որ ասում ենք բողոքական քաղաքակրթություն կամ է զուգահեռ ասում ենք արևմտյան քաղաքակրթություն, այսինքն արևմտյան քաղաքակրթությունը բողոքական ուսմունքի արդյունքում ծնվեց, եվրոպական քաղաքակրթությունը կաթոլիկ ուսմունքի արդյունքում ծնվեց, իսկ բուզանդական կամ ռուսականը ու պրավասլավ ուղղափառ քաղաքակրթությունում ծնվեց։ Հիմա տեսեք, որ ես նայում եմ այդ քաղաքակրթությունները այդ ծագումից մինչև մահ այդ 1000 տարի։ Նկատել եմ sense մի հատ բան, որը ճիշտ ասած չեմ հիշում այդ գիտնականները գրել են թե չէ, որտեվ ռուսերեն եմ կարդում։ Միշտ չի որ սախ հիշել եմ, էլի դժվար է ընկալում, ասեն գրքերը կարդում էի ամիսներով, եթե ոչ տարիներով, որ հասկանամ այդ Պաստիժենի իստորիի, Սամուել Հանթինգտոնի քաղաքակրթությունների բախում էլ այդ գիրքերը, այդ էլ լրիվ չկարացի յուրացնեմ, որտեվ Արա Սահակյանը ուզեց տվեցի իր հետ չվերսի բան։ Ուզեմ ասեմ, բանը այդ ներկայություններ կա, որ ինչքան նայել եմ իմ ջոգելով 500 տարին մեկ այդ յուրաքանչյուր քաղաքակրթություն բեկվում է ճգնաժամի մեջ անգնում ավելի ճիշտ որը ծնունդ է տալիս ոչ թե նոր քաղաքակրթության այլ քաղաքակրթության ներքին բարեփոխման էվոլյուցիոն ռեֆորմա լինում էլի ոչ թե ռևոլյուցիա լինում այսինքն 1000 տարին մեկ ծնվում է նոր քաղաքակրթություն բայց 500 տարին մեկ յուրաքանչյուր քաղաքակրթության ներսում ինքը լինում է բան բարեփոխված ներքին կոնֆլիկտ։ Հիմա ես բրոշուրներ ունեմ գրած 2007 թվին ԱՏՊ-ի երրորդ բրոշուրը այդ աստվածների վերադարձ է կոչվում։ Այդտեղ ես sense կարծիք հայտնեցի, որ հաշվում եմ 1517 թվից սկսել է, ենթադրում եմ, որ առաջիկա տարիներին այդ 500 տարին լրանում էր, չէ՞ արդեն, ասենք 2017-ին լրանում է։ Գրել էի առաջիկա տարիներին սպասում եմ արևմտյան քաղաքակրթության ճգնաժամ ու ասել էի որ այդ ճգնաժամը կարա ի վերջո փորձի նոր ռեֆորմ բերի Իրան ներսում կամ այդ քաղաքակրթության դրոշակակիր Միացյալ Նահանգները կամ այդ քաղաքակրթությանը լավագույնս ինտեգրված որևէ երկիր տեսական շանսեր կա էլի ու եթե վերցնենք այդ քաղաքակրթությունը սենց է ազատություն, հավասարություն, եղբայրություն այս արժե համակարգի վրա ծնվել կերտվել այդ բանը էլի որտեվ արժեքների պետքա լինեն որ դրա վրա մշակույթը ստեղծի դառնա քաղաքակրթություն ինքը եթե արժեք չկա չի կարա մշակույթ սպասարկի այդ արժեքին եթե արժեք չկա չի կարա ծնվի քաղաքակրթություն հիմա երբ որ այս քաղաքակրթությունը գլխավոր 1517-ից ազատության հավասարության եղբայրության արժե համակարգի շուրջ է ես այդ վաղ կարծիք հայտնեցի, կանխատեսում հայտնեցի, որ առաջիկա տարիներին կեթա ճգնաժամ, որտեղ ազատությունը կմնա այլ առաջնային, հավասարությունը կիշնի երրորդ, եղբայրությունը կգա երկրորդ կարևորությամբ կդառնա երկրորդը։ Ու հիմա որ նայում եմ այս Տրամպի բան այս դիվիժենները, չէ, ոնց որ թե հավասարությունը այդքան չկարևոր է, այսինքն ասում եմ մենք ուժեղ ենք, դուք թույլ, սենց պետք է լինես, պետք է ուժեղը պետք է ասի, բայց դրա փոխարեն հակառակ ասում է քրիստոնեական եղբայրությունը, բանը, ոնց որ եղբայրական
բանը ավելի է կարևորվում, սա իմ ենթադրությունը այն ժամանակվա։ Ոնց որ հələ որ տենում եմ, բայց ժամանակը ցույց կտա։ Սա ինչի ասեցի, երբ որ Հայաստանը պետք է նստի իր անալիտիկ խմբերը ունենա երկրի ղեկավարությունը, գիտնականներ, սոցիոլոգներ, փիլիսոփաներ, բան, այս տիպի բաներ պետք է հաշվի առնեն ու կարողանան դաժե Ամերիկայից էլ մի քիչ առաջ կարողանան հաշվեն։ Այսինքն կոպիտ ասենք դու գիտես այն հարց լուծողը է տալու իր կաբինետը, բայց ինքը հələ չգիտի իր կաբինետը, դու արդեն նրա կաբինետը հավանական պետք է իմանաս առաջի հերթի տեղը լինես, հա։ Այն ձեզի մի հատ էլ բան ասեմ ավարտելուց առաջ, կհիշեք, Թեհրան 43 ֆիլմ կար, հիշում եք։ Երբ որ այն գերմանացին գալիս ասում է պետք է Ստալինին, Ռուզվելտին բանին կազմակերպենք, խփենք, Ջիգարխանյանն է այդի խաղում։ Ճիշտ է, կինո է, բայց միտքն է լավ տալիս։ Ասում է, բայց չգիտենք երբ են գալու, էսի վեկալում գրում է նոյեմբերի 30։ Դա ասում են, ես ինչ գիտես, որ նոյեմբերի 30-ը, այդ ոնց որ մատիցը թոթ կաշի, ասում է, չէ, իսկ իրանք էլ չգիտեն, ասում է ոնց, ասում է, դա իրանց ենթագիտակցության մեջ է, այդ գերմանացի ասում է ոնց, ասում որտեվ իրանք ասեն գալու են նոյեմբերի 20-ից մինչև 30, բան, 22-ից մինչև 30-ը ստելն են, 29-ին թե 30-ին Չերչիլի ծնունդն է ու անհնար է, որ այդ իրեքը չհավաքվեն այդ օրը մի բաժակ իրար չխմեն հաղթանակի կենացը ու Չերչիլի։ Հիմա սա ինչի համար եմ ասում, թվում է թե դա կինո է, բայց մարդկության պատմության մեջ այն ժողովուրդներն են հաջողության հասել են գործիչները, որոնք կարողանում են դաժե այն մարդու մտքի մեջ էլ չկա նորմալ ձևավորված միտքը, նրանք կարողանան հաշվեն նրա միտքը։ Հաշվի առնեն օրինաչափությունները։ Հա, լիքը բան հաշվի առնելով, դրա համար պետք է, հա, ոչ միայն իմանան դրանց ծննդյան տարեթիվը, ժամը, բանը, այլև պետք է իմանան ձգտումները, հազար բան։ Բարի, փորձում եմ այս հատվածն էլ ամփոփեմ, դուք ասացիք եղբայրությունն է կարծես թե գալիս առաջին հատված եւ այստեղ մնում է միայն սпасել տեսնել դրանք լոկ խոսքեր են, թե իսկապես եղբայրությունը դուք քրիստոնեության մասին խոսեցիք, մենք Սիրիա ենք տեսնում։ Հա, չէ, Սիրիան այնպես որ տեսնենք, չէ, Սիրիան չէ, նախ էլ իրան կեթում են քրիստոնեությամբ, հետո մի ուրիշ բան ասեմ, ես նոր մի քիչ առաջ ասի, որ Տրամպը ինքը այն ֆիգուրը չի, ինքը եւ որ ես նոր նկարագրում էի թե ամերիկյան պետությանը ոնց է պետք Ռուսաստանի հետ հարցերը լուծի, ես մի հատ տարանջատեցի, չի ասեմ Տրամպը կարող անձնական ամբիցիայով է դա ուզում, անձնական ամբիցիայով, որը համընկնում է ամերիկյան պետության ստրատեգիական շահերին։ Հիմա թողեք ասեմ, քրիստոնեության մասին, որ ինքը խոսում է, ինքը առևտրական է, ինքը կարող է 1000 մարդու էլ վատություն արել, կարող է իր համար եղբայրությունը արժեքել չի, բայց ինքը դա խոսում է հելնելով իր շահերից ու կարող է մի 4 տարի դու իրան տապալեն, բայց գա իսկապես այդ արժեքները դավանող մարդ է, այսինքն ուզեմ ասեմ, եւ որ դուք ասում եք կարող է Բաքվի ասիրիացենց Հայաստանն են ստանում։ Չի, ասում եմ դա պետք է գործող երևա։ Հա, չէ, ես ասեցի իմ կանխատ, նայեք, ես ասեցի իմ կանխատեսումը մի 2007 թվականի գրածից մեջ, որ սպասում եմ ռեֆորմ լինի, հիմա ասեցի տեսնում եմ, ոչ թե ասի տեսնում եմ Տրամպին, այլ տեսնում եմ ճգնաժամը։ Բարի։ Ու շրջանառվում են թեմաներ։ Հիմա Տրամպը կանի, բայց դրա համար եմ ասում, կարող Մակրոնը լինի այդ եղբայրության, ոնց որ Ֆրանսիան վախտին արել է։ Ջահը պահողը, հա։ Ուզեմ ասեմ, հա, կարող է ճապոնացի լինի, ես չնայած ես նկատում եմ քրիստոնեական, էլի, քաղաքակրթության մասին է խոսքը։ Եվ կոչ է կանում հնարամտություն է պահանջվում Հայաստանից, ասում է Շանթ։ Ես իբան ասեմ, եթե մարդը ասում է ժողովրդին ասում է եկեք խափենք ուրիշներին, նշանակում է ինքը ընդունակա սեփական ժողովրդին է խափի։ Դա բարոյական չի։ Իսկ հնարամտությունը բարոյապես թույլատրված է, որտեղ ովորի վեսեժներ էր խափում էլի այդ խորամանկություններ անում 4.5 տարի ասում էր եթե եմ Եվրամիություն, ես երբեք դեմ չեմ եղել գնալ կամ չգնալուն, էլի, այսինքն ոչ կողմ եմ եղել գնալուն, ոչ դեմ եմ եղել գնալուն, բայց ես իրան քննադատում էի խափելու համար։ Ասեմ ախպեր, դու միջա կներեք, էսի ավարտեմ, սա կարևոր է։ Եթե մենք խափում ենք միջազգային հանրությանը, մենք մեկա տուժելու ենք, որտեղ մեր ուժը, այդ ուժեղները, գերտերությունները կարան խափեն թույլերին ու աչոտ չտան։ Այդ թույլերն է սատից ձև են բռնելու, որ հավատացինք, չջոգինք, որ խափում ես, որտեղ որ ջոգեն ինչ են, ասենք Զելենսկին հելավ իրանց այդ վիճես, իհարկե լավ արեց, բայց ինչ կար աներ Զելենսկին, ոչ իբան, պետք է հետո գնա ներողություն խնդրի ու դա նորմալ է, բայց թույլը որ խափի ուժեղին, դրա հետևանքը կզգա ոչ թե մենակ այդ անձը սկի կարող է չզգա, այդ պետությունը ժողովուրդը զգա։ Ասում եք ճիշտ գնահատել իրավիճակը եւ լինել հնարամիտ, հաշվի առնել օրինաչափությունները, ճիշտ գնահատել իրավիճակը, հաշվարկել օրինաչափությունները եւ դրանց հիման վրա կառուցել այդ հնարամտությունը։
օգտագործել կամ չգիտեմ ինչ որ հնարամիտ դրսևորել հնարամիտ ձեզ մի բան էլ ասեմ չեսի կաչ բան ասեմ էլի ինչի եմ խոսում որ այդ արժեքները խի են կարևոր ասենք շատերը ասում են կրթությունը ուրեմն ես 80 թվին շինարարականում էի հենց սովորում մինչև ավտոճանապարհին գալ մեր քիմիայի դասերում նա դեպ պատմեց ասեց ավտոգեն բան սվարկեն խոսում ենք այդ քիմիայի առարկայր ասեց ոչ մեկը չգիտի այդ տաղանդավոր մարդը որ հորինել է ասենք ոչ չգիտի չի գնացել պատենտ հանի փող վեկալի 81 թիվներ էլի առաջի կուրս էինք այդ կինը խնդած ազգին էր Սիմոնյան էր ինչ էր ազգանունը խնդած ասես չի ասես որ գնար կբռնենք դատեին ասինքի ասում է այդ մարդը ով որ հորինել է ավտոգեն սվարկեն ուսին դրած որ պետք է թա գնացել է այդ բանկը Գերմանիա թե Անգլիա ասես բանկը կտրել է սեյֆով սվարկովա կտրե թալնել է չգիտեմ ինչքան փող մինչև այսօր չի գտնվել Եթե ասես գտնվի բռնելու են դատեն հիմա սա ինչի համար եմ այս օրինակը միշտ ուղերից մեջ տպված է որ մարդը կարա տաղանդավոր մարդ լի կրթություն էլ ունենա ամեն ինչ էլ ունենա բայց իջարս գործադրի բայց եթե մարդը բարոյական արժե համակարգ ունի երբեք իր տաղանդը կամ ընդունենք տաղանդ չի ձիրք չի ուղակի աշխատասիրությունը իջարս չի գործադրի դրա համար բարոյական արժի համակարգը միշտ ավելի կարևոր է այսինքն դաստիարակությունը ավելի կարևոր է քան կրթությունը ու նաև ավարտեմ Չեզարե Լոմբրոզոյի խոսքերով որ ասում է ինչի է մարդը միշտ դաստիարակության կարիք անհրաժեշտ այդ իտալիացի հոգեբուժա Չեզարե Լոմբրոզոն ճիշտ է շատ դրույթներ հերքել են այսեք գաղութում եմ կարդացել ես ձեզ մի բան ասեմ թող չթվա մարդկանց թե գաղութը բանտը էդի դբրոց չի սովորողի համար բոլոր տեղերն է դբրոց է ես առաջի անգամ Միշել Մոնտեն փիլիսոփային բանտում եմ կարդացել խոսքով եք ուզում ավարտել այդ մարդը Ջա ինքը ասում է որ մարդը որ ծնվում է քանի որ ասում է չարն ու բարին պայմանական հասկացողություն է մարդու կողմից այդ պայմանականության մեջ կարելի ասել մարդը որ ծնվում է ինքը չար է ծնվում ուստի անհրաժեշտություն է առաջանում դաստիարակության դրա համար որ ասենք ասում մեկը վատ բան անում ասում են էսի ճանդաստիարակ մարդ է Իսկ դաստիարակություն չստացած։ Դա համար գլխավորը դաստիարակությունն է, ոչ թե կրթությունը։ Կարող մարդիկ կրթված են, լինեն անդաստիարակ, ասեք իմ նման մարդկանց ասեն դուս բրցուկ։ Ինչա թե բարձրագույն չունենք, թեկուզ այդ Աճարյանը բանը կա։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, մենք լսում էինք Շանթ Հարությունյանի տեսակետները։ Ցեղակրոն կուսակցության հիմնադիր քաղաքական գործիչ զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը բարին ընձեզ